Ուրեմն այսօրվանից սկսած քննարկելու ենք մի հատ այնց շատ հետաքրքիր ճյուղ մաթեմատիկայի, որը կոչվում է հավանականությունների տեսություն։ Ինչումն է այս հավանականությունների տեսության ոնց որ բուն գլխավոր գաղափարը, ինչով այնքը տարբերվում մնացած մասերից, որ մենք միջևս անցել ենք։ Եթե միջևս մենք վերցնում ենք ինչ-որ օբյեկտներ ու իրանց ուսումնասիրում, ասենք ինչ-որ ֆունկցիա ենք վերցնում, փորձում ենք իր արժեքների հետ ինչ-որ գործողություններ անել, ինչ-որ ածանցել, ինտեգրել եւ այլն, կամ ինչ-որ վեկտորների գաղափարն ենք ներմուծում, պտտում ենք ու տենց որ բավական абստրակտ ինչ-որ բաներ ենք անում։ Այստեղ մենք գործ ունենք նենց իրավիճակների հետ, որոնք տենց ավելի իրական կյանքում հանդիպող իրավիճակներ են ու մեզ հետաքրքրելու է, ասենք, այն հարցը ինչքան է հավանական, որ ու կլինի այսինչ բան է։ Հեսա իհարկե կհասկանանք, կներմուծենք սահմանումը, թե ինչ նշանակում հավանականություն, այսպես, բայց այդ ոնց որ ինտուիտիվ այդ գաղափարը ինձ թվում է ոնց որ ունենք բոլորս, որ ասենք ինչքան է հավանական, որ օրինակ վաղը անձրև կգա, կամ ինչքան է հավանական, որ ամռանը ձյուն կգա, այդ տեսակի հարցերին պատասխանելու համար բարձում է ոնց որ մենք օգտագործել ենք մեր ինչ որ տենց ստեղից ընդեղից անցած որոշ գիտելիքներ, հա, իրականում ածանցյալ ինտեգրալ եւ այլն, բայց այդ ոնց որ փոքր մասն է կազմելու ու դրանից բացի մենք ոնց որ լրիվ ինքը առանձին ճյուղ է հանդիսանում այս հավանականությունը ու փորձելու ենք այդ հարցերին պատասխանել։ Եվ կխնդրեմ ոնց որ հենց հարց լինի միանգամից ասել ստոպ ու այդ ոնց որ հարցը տա։ Եկեք զուտ որպես հիշեցում ֆիքսենք մեր այդ բազմությունների հետ կատարվող հիմնական մի քանի գործողությունները, հա, եթե ունենք երկու բազմություններ, օրինակ ստեղ էս երկու շրջանները, որ տեսնում եք, իրանց միավորումով, այսինքն A միավորած B նշանակում ենք բոլոր այն կետերը, որոնք որ պարունակում են կամ A-ին, կամ B-ին, կամ երկուսին միաժամանակ, այսինքն միավորումներն, որ բերում կպցնում ենք իրար, հատումով այս սիմվոլով նշանակում ենք այն էլեմենտները, որոնք պատկանում են երկուսին միաժամանակ, այսինքն համ այս առաջինին, համ այս երկրորդին, այսինքն այս կարմիրով նշված մաս։ Եվ եթե ան ինչ որ մի բազմություն էր, i-ի լրացումով, հա, անգլերեն complement, վերևում c տառն ենք գրում, այդ նշանակում ենք i-ից դուրս գտնվող ամեն ինչ։ Այսինքն եթե սա ան է, սա i-ի լրացումն է։ Այսինքն եթե ան դրական թվերի բազմությունն է, a լրացումով նշանակում ենք բոլոր բացասական թվերը եւ 0։ Այս մեզ այսօր պետք է գալու, այսինքն այս մեր նոր բաժնում ենք օգտագործում ենք բազմությունների իհարկե։ Դե ժողովուրդ, եկեք սկսենք ինչ որ մոտիվացիոն հարցերից, ինչի համար է մեզ այս ամեն ինչը պետք։ Այ օրինակ, հարց, ինչքան է հավանականությունը, որ վաղը կգա անձրև, կամ ինչքան է հավանականությունը, որ եթե ինչ որ մետաղադրամ գցես, կընկնի ենթադրենք ողջ, հա, հետ։ Կամ ասենք, եթե զարկցենք, ինչքան է հավանականությունը, որ երկու զարկցենք ներողություն, երկու զարկցենք, ինչքան է հավանականությունը, որ դրանց վրա գրած թվերի գումարը կլինի 7։ Կամ օրինակ, եթե շախմատ խաղանք Լևոն Արոնյանի հետ, ինչքան է հավանականությունը, որ կհաղթենք իրան։ Բոլոր այս իրավիճակները ինչով են առանձնանում, որ քանի դեռ այդ իրադարձությունը տեղի չի ունեցել, վաղը չի եկել, քանի դեռ կոպեկը չես գցել, քանի դեռ շախմատ չես խաղացել, ու չես կարող ասես, թե որ երկն է հնարավոր։ Այսինքն այնպես չէ՞ էլի, որ միաժամանակ երկու բան է հնարավոր, միաժամանակ հաղթել կամ միաժամանակ պարտվել, ու միշտ խաղը երբ որ լինում է, դրանից հետո դու իմանում ես, պարտվեցիր թե հաղթեցիր։ Բայց քանի դեռ խաղը չի տեղի ունեցել, դու միայն կարող ես ինչ-որ ենթադրություններ անես։ Այս հավանականությունների տեսության մեջ մեր ոնց որ գլխավոր նպատակը լինելու է այդ։ Դեռևս ինչ որ բան չի եղել, բայց մենք իր մասին փորձում ենք ենթադրություններ անել, այսինքն հաշվել, հա, այստեղ կա հաշվել հավանականությունը, այսինքն հաշվել թե ինչքան է մի ուրեմն բանի տեղի ունենալու շանսերը ավելի մեծ կամ ավելի փոքր, քան այն մյուսինը։ Հենց այդ շանսը, թե որ ասենք այսքան տոկոսով այսինչ բանը ավելի է հնարավոր որ տեղի ունենա, քան մյուսը, իրան անվանելու ենք հավանականություն։ Եկեք ուրեմն տենց կամած ոնց որ քայլ առ քայլ ներմուծենք այն գործիքները, որոնք մեզ օգնելու են այդ հավանականությունները հաշվելու։ Օրինակ ենթադրենք սկսում ենք ամենապարզ դեպքից, հա, մետաղադրամ ենք գցում, երկու հատ հնարավոր ելք կա, եւ ինքը ենթադրենք այսպես ասած արդար մետաղադրամը, այսինքն իսկական մետաղադրամը, այն իմաստով է իսկական, որ նենց չի, որ գիր կամ ղուշ ընկնելու միջև ինչ որ տարբերություն է դնում։ Այսինքն երկու կողմ կա, կեղծած մետաղադրամ չի, երկուսն էլ այսպես ասած նույն հավանականությամբ կարան տեղի ունեն։ Ինչ եք կարծում, ինչքան է հավանական, որ կընկնի, ասենք թե ղուշ։ 1/2, բայց իրական կյանքում շատ փոքր հավանականությամբ ինքը կարա այն բան կողային կողքի վրա կանգնի, էլի։ Հենց որ եթե մենք ռեալ ուզում ենք
հաշվենք, դա էլ պետք է մոդելավորենք ինչ-որ ձև։ Դեմ չեմ, կարա այդպես բաներ լինի, բայց ենթադրենք ինքը այնքան բարակ մետաղադրամ է, որ ինքը միշտ ընկնում է կամ մի կողմի վրա կամ մյուս կողմի վրա, եթե մեծ տենց այդ կողքի վրա ընկնի, վերցնենք մի հատ կգցենք, այդ տենց որ մի իրավիճակ։ Պատկերացրեք քամի է շում եւ այլն եւ այլն։ Համարելով, որ ինքը ոնց որ այդ լավ կլինի նշեմ, որ այսուհետև համարելու ենք, որ մետաղադրամ եւ այլն, երբ որ ասում ենք, նկատի ունենք, որ բոլոր երկու կողմ ունի ընդամենը, այդ երկու կողմի վրա կարող ընկնի, այն կողքի վրա մետաղադրամի համարելու ենք, որ չի ընկնում։ Շատ լավ, ժողովուրդ, եթե կոպեկ եք գցում, ոնց որ կոպիտ ասած, ինչ է հնարավոր անել, վերցնել 1000 անգամ գցել, եթե 1000 անգամ մետաղադրամը գցեք, մոտավորապես 500 դեպքերում կընկնի գիր, 500 դեպքերում կընկնի ղուշ։ Սա մոտավորապես, այսինքն իրականում հնարավոր է նես լինի, որ ասենք 501 անգամ գիր ընկնի ու 499 անգամ ղուշ ընկնի, դա էլ հնարավոր է այտենց բան, բայց ոնց որ տեսնում եք, ինչքան քանակը այդ եթե 1000 նետման տեղը անեք 100,000 նետում, ոնց որ ինքը այդ մենք հետագայում այդ մասին ավելի մանրամասն կխոսանք, բայց ինչա կարելի ասել, որ երկու հնարավոր ելք ունի, երկուսն էլ նույն այդ մեկը մյուսից ինչ որ առավելություն չունեն։ Նման դեպքերում նաև ասում են ոնց որ 50-50, հա, այսինքն հավանականությունը, որ մեկը կընկնի դա 50-50 է, գրառում ենք այդ փաստը հետևյալ ձևով, գրում ենք այս P տառը probability եւ հակագծի մեջ գրում ենք, որ ասենք թե մեզ պետք է ընկնի հետ, հա, ասենք թե պետք է ընկնի ղուշ, եւ գրում ենք քանի տոկոս է դա, դա 50%։ Սա ոնց որ եթե ուզենանք միշտ հարցնել որքան է հավանականությունը, որ բլա բլա բլա, այդ որքան է հավանականությունը, որի փոխարեն գրում ենք P, հակագծում այդ ուրեմն ինչը որ ուզում ենք հաշվել։ Այս մի ուրիշ ուրեմն գրառման ձևով ընդունված է առհասարակ գրել ոչ թե տոկոսներով, այսինքն ոչ թե կասենք 20%, 30%, այլ կասենք 0.2, 0.3։ Ուրեմն սրանից հետո այդ հավանականությունը ֆիքսենք ինքը 0-ից 1-ի արանքում թիվ թող լինի, այսինքն ոչ թե տոկոսային, այլ տենց ոչ ամբողջ թիվ։ Եվ հետեւաբար այս գիր ընկնելու ղուշ ընկնելու հավանականությունը, գիր ընկնելու հավանականությունը 0.5 է կամ 1/2։ Հա կոտորակներով էլ կարող գրենք, ինքը շատ հարմար գրելաձև է եւ ընդունված է սրանցով աշխատել։ Բայց էլի կարող է տեսնակ գրած է այսինչ բանի հավանականությունը, ասենք թե 30%-ը, նշանակում է 0.3։ Սա ժողովուրդ չի նշանակում, որ եթե կոպեկը գցում ենք, ասենք կիսով չափ գիր անկնում, կիսով չափ ղուշ, չէ։ Այս ուղղակի այն է, որ քանի դեռ չես գցել, դու ինչ ենթադրություններ կարաս անես իր մասին, ոնց որ ենթադրությունը մեր որ անելու ենք, այդ հետեւյալն է, որ ինքը 50%-ով գիր է, 50%-ով ղուշ։ Նույն ձև ուրեմն այդ գիր ընկնելու հավանականությունը, հա, թեզ ընկնելու հավանականությունը 0.5 է լինում, եւ ֆիքսենք, որ ինքը միշտ 0.1-ի արանքը ինչ որ մի հատ թիվ է։ Այս երկու ուրեմն բաները, որ կարան տեղ ունենան, երկու հնարավոր տարբերակները, իրանց անվանում ենք ելքեր կամ տարական ելքեր, այդ տարական ելքը անգլերեն ասում են outcome։ Ուրեմն անվանելու ենք սրանց ելքեր, կասենք, որ երկու հատ ելք կա, կարող մի քիչ ավելի հեռուն գնանք, ասենք, որ այդ մետաղադրամի նետելը ինքը պատահական փորձ է, չեմ զում տենց տերմիններ մեծ արաբերնենք, որտեղ դա ինչ որ անիմաստ տերմին է, էլի ըստ էության, մենք չենք օգտագործելու տենց ինչ որ բաներ, պետք չի լինելու, բայց մի խոսքով կարող եք կարդալ գրքի մեջ գրած է պատահական փորձ կատարեցինք եւ հնարավոր էր երկու ելք կամ երկու տարական ելք, դա outcome-ներն են, մեր դեպքում գիր ու ղուշ։ Եվ մի հատ կարևոր նշանակում, որը միշտ կհանդիպեք, բոլոր ելքերի բազմությունը նշանակում ենք այսպես, հունարեն մեծատառ օմեգա տառն է։ Հա, սա ընդունված է մեծատառ օմեգայով, նշանակել մի բազմության մեջ տվյալ բանը անելուց ինչ հնարավոր ելքեր որ կան, այդ ելքերի բազմությունը։ Հենց տենց էլ անվանում են ելքերի բազմություն կամ բոլոր հնարավոր ելքերի բազմություն, անգլերեն ասում են sample space։ Բառացի եթե թարգմանենք, կստացվի նմուշային տարածություն կամ նմուշների տարածություն։ Դե ոնց որ այս կոպեկի դեպքում օմեգան այս երկու ելքերն էր հնարավոր, այս երկու բանից է բաղկացած, կամ կարող կարճ իրանց գրենք sense առաջին տառերով, հա, sense HT, HT, հարցեր։ Լավ։ Ֆիքսենք, որ այս պայծ գցած մենք ինչ որ գրառման ձևեր, ինչ որ sense սիմվոլներ ներմուծեցինք, մի հատը նրա համար, որ հավանականության գաղափարը նշանակենք, մի հատը նրա համար, որ ելքերը բազմությունով գրենք։ Մենք կարող ենք միայն ուրիշ բան դիտարկենք։ Ենթադրենք զառը գցում ենք, էլի fair die, այսինքն իսկական զառ, այսինքն արդարը կեղծված չի, բոլոր ուրեմն ելքերը մեկը մյուսից ուրեմն առավելություն չունեն։ Բոլոր ելքերը նույն հավանականություն ունեն։
Լավ, ժողովուրդ, եթե զառ ենք գցում, այս դեպքում ելքերը որոնք են։ Մեր 6 հատ բան կարող լինի։ 1 2 3 4 5 6, կարող ենք այսպես գրենք, օմեգան դա 1-ից 6 բոլոր այդ ուրեմն թվերի բազմությունն է, եւ յուրաքանչյուր ելքի տեղի ունենալու հավանականությունը ինչ է կարծում, ինչքան է, եթե 6 հատ ելք ունեն, բոլորը նույն հավանականությամբ, յուրաքանչյուրն ինչքան կլինի։ 1/6. Ճիշտ է, շատ ճիշտ է։ Ամեն մեկի հավանականությունը 1/6 է։ Այսինքն հավանականություն P1 կարող են կարճ գրել P2, P3 եւ այլն, սրանք բոլոր հավասար են 1/6։ Շատ լավ, ոնց որ թե այս հարցը այդքանով տենց լուծեցինք նշանակումների հարցը, գրառումների հարցը։ Հիմա կարող եմ հետաքրքրի sense մի բան, ենթադրենք ինչ որ չգիտեմ, նարդեն կամ ինչ որ տենց բան, մեզ հետաքրքիր է ինչքան է հավանականությունը, որ զառը կգցեն եւ ուրեմն այդ ելքը կլինի զույգ, հա, even զույգ, odd կենտ։ Ուրեմն ինչքան է հավանականությունը, որ ելքը կլինի զույգ։ Դե կարող եք այս հարցին իրական պատասխանեք բանը, բայց մի հատ նախքան պատասխանել եք հասկանանք դա ոնց ենք գրի առնում։ Ոնց գրենք այդ բանը, էլի, որ ինչքան է հավանական, որ զույգ կլինի։ Ոնց որ տեսնում ենք, ստեղ ուրեմն 6 հատ հնարավոր տարբերակ կա, այդ 6 հատից 2-ը, 4-ը ու 6-ը սրանք զույգ են, այն մնացած 3-ը կենտ է։ Այսինքն սկզբի համար եկեք զույգ թվերի բազմությունը, զույգ թվերը հավաքենք իրենց մի բազմության մեջ։ Այ մեր զառի զույգ ելքերն են 2, 4, 6։ Կանք դաժե այս բազմության չնա տանուն, տան գրենք ան հավասար է այսինչ բազմություն, բայց այտենց կանք անուն չտանք։ Ուրեմն առաջի քայլը հետևյալն է լինում, բոլոր մեծ հետաքրքրող ելքերը, տվյալ դեպքում 2, 4, 6 հավաքում ենք մեկ բազմության մեջ ու գրում ենք որքան է հավանականությունը, որ, նույն փոխանցենք որքան է հավանականությունը, որ ուրեմն ելքը զույգ է, մեր հարցը ըստ էության կարելի է բերել այս խնդրի հավանականությունը, որ այդ մեր ելքը այն ինչ որ զառի վրա դուրս կգա, այդ թիվը իրականում կլինի այս 2, 4, 6 բազմության տարերից որևէ մեկ։ Մի քիչ երկար է լինում, դրա համար ոնց որ առաջարկում եմ ուղղակի այսքան մասը ջնջենք, այս բառերով մասը ջնջենք, ուղղակի թող լինի հավանականություն, ուստեղ այդ բազմության մեջ գրած լինի 2, 4, 6 ու պայմանավորվենք, ժողովուրդ, որ երբ որ տեսնում եք գրած հավանականության այս P տառը մեջը գրած ինչ որ բազմություն, այդ նկատի ունենք որքան է հավանականությունը, որ մեր զառի ելքը կամ մեր այդ պատահական շոմած բանը անում, չգիտես ինչ կլինի, հարցնում ես ինչքան է հավանականությունը, որ արդյունքը իսկական այդ ելքը կպատկանի այս բազմության, այսինքն կլինի այս դրա տարերից որևէ մեկը, այսինքն սա կամ այն մյուսը, կամ այն մյուսը, կամ այն մյուսը։ Ֆիքսենք ժողովուրդ, որ ինչ որ գրում եմ հավանականության մեջը բազմություն, նկատի չունեմ ինչքան հավանական, որ եւ 2 կլինի, եւ 4, եւ 6, այտենց չի լինում, էլի զառը գցես համ 2 գնի, համ 4։ Նկատի ունենք կամ 2, կամ 4, կամ 6, այսինքն բազմությունով գրելը այդ կամի նշանն է։ Հա, այսինքն եկեք փոխարեն հարցնելու որքան հավանականությունը որ կլինի մեր ելքը զույգ, հարցնենք որքան հավանականությունը որ ինքը կլինի այս բազմությունից ու գրենք հետեւյալ տեսքով։ Ուրեմն հավանականություն 2, 4, 6։ Այս գրելա ձևը լրիվ նույն իմաստը ունի, ինչ որ էս մեր վերևի գրած է, այսինքն հավանականությունը որ զույգ է։ Այսինքն իմաստը որն է այս իմաստացի, որ եկեք մենք սկսենք աշխատել բազմությունների հետ։ Եթե քեզ հետաքրքրում են զույգ ելքերը, հավաքի իրենց ինչ որ բազմության մեջ, ուստեղ գրի P ու այդ բազմությունը։ Կամ ոնց որ ասացին, կարելի է այս բազմությունը նշանակել, ասենք թե A տառ, հաստատ գրենք անհավասար է այսինչ բանը, ու ունենանք, որ ասենք այդ նույն բանը կարելի է գրել սենց հավանականություն A։ Շատ լավ, ժողովուրդ, հիմա արդեն էսի ոնց է կարելի հաշվել, եթե ուզում եմ իմանամ, էլ ինչքան է հավանական որ զույգ է, զույգը 3 թվերից որևէ մեկն է, այստեղ արդեն կարող եմ հանգիստ գրեմ հավանականությունը, որ 2, 4, 6-ից որևէ մեկը կլինի, հավասար է գումարային առանձին հավանականությունների գումարին, այսինքն հավանականությունը որ 2 կլինի, գումարած որ 4 կլինի, գումարած որ 6 կլինի։ Եվ տալիս է 1/6, 1/6, 1/6, գումարում ես իրար 3/6 կամ 1/2։ Դե ոնց որ թվերի կեսը զույգ է, կեսը կենտ է, ոչ մի թիվ մյուսին կատան պարավելություն չունի, ստացվում է որ զույգ ընկներ հավանականությունը 1/2 է, հետեւաբար ինչքան է հավանականությունը որ կենտ կլինի, ով կասի։ Էլի 1/2։ Ճիշտ է, ճիշտ պատասխան ունեցին, էլի 1/2 է լինում։ Կարաք նույն ձևով գրեք 1, 3, 5, այսինքն կենտ թվերը հավաքեք բազմության մեջ, տեսնեք որ 3 հատ թիվ է եւ յուրաքանչյուրը նույն հավանականությունը ունի 1/6-ով,
գումարեք 3 հատ 1/6 իրար, ստանաք 1/2։ Կամ հեսա կտեսնենք, որ կարելի է նաև ասել հետևյալ բանը, ոնց որ եթե հնարավոր բոլոր ելքերը, հա, 1 2 3 4 5 6, եթե հնարավոր բոլոր ելքերը կամ զույգ են կամ կենտ, այսինքն ես այստենց կենտերը հավաքեմ մի բազմության մեջ, անունը դնեմ, ասենք թե B, այն մյուս բազմությունն էլ անունը դնեմ A, հեսա կտեսնենք, որ դե ոնց որ իրականում B բազմությունը A բազմության լրացումն է։ Այսինքն լինում են թվերը կենտ եւ լինում են զույգ, այսինքն A եւ A-ի լրացումից մենք կտեսնենք, որ եթե A-ի հավանականությունը ասենք թե 50% է, B-ին էլ է 50%, կամ եթե A-ը 40% է, B-ը այն տակը մնացած 60%-ն է։ Հեսա այդ մասին կխոսանք էլի։ Բայց ոնց որ կարող արձանագրենք այդ փաստը, հա, եթե ուրեմն դու ունես, որ ինչ որ մի A բանի տեղի ունենալու հավանականությունը, անձրև գալու հավանականությունը, ասենք թե 0.8 է։ Այդ դեպքում կարելի է միանգամից ասել, որ անձրև չգալու հավանականությունը, այսինքն այս A-ի լրացման հավանականությունը, տեսեք, այս լրացումը ինքը ժխտում են նաև ասում, բազմություն եթե վերցնես մեջը քո ուզած այդ քո անձրև գալու, այսպես ասած, այդ ելքը դնես մեջը, դրա լրացումը կլինի անձրև չգալու ելքը։ Եթե մեջը զույգ թվերը գրես, իր լրացումը, ժխտումը կլինի կենտ ելքերը։ Այսինքն եթե ունես բազմությունը, նու ոնց որ ելքերը ներկայացրած բազմության տեսքով, այդ բազմության լրացումը կլինի այդ ելքերի ժխտումը, այսինքն այն տակը ինչ մնաց այդ։ Դրանց կարանք նկարենք, այն նորվա արած մեր նկարն է լինում, եթե սա մեր A բազմությունն է, այն տակը ինչ որ մնաց, այդ մնացածը A-ի լրացումն է։ Եվ եթե ուրեմն ունես A-ի հավանականություն 0.8, իր լրացման կամ ժխտման հավանականությունը կլինի 1-ից հանած 0.8, 0.2։ Սա կտեսնենք, որ ուրեմն ընդհանուր դեպքում ճիշտ է, այսինքն A-ի լրացման հավանականությունը միշտ հավասար է 1-ից հանած A-ի հավանականություն։ Եթե մեկին ինչ որ A-ի տեղի ունենալը գիտես ինչքան է հավանական, գիտես նաև իր տեղի չունենալը ինչքան է հավանական։ Շատ լավ։ Եկեք ուրեմն անուն տանք այդ բազմություններին։ Տեսեք, ստեղ մենք ուրեմն երբ որ բոլոր քո ցանկացած այդ ուզածդ ելքերը հավաքում ես ինչ որ մի բազմության մեջ, այդ բազմությանը մենք անվանելու ենք ուրեմն պատահույթ։ Հա, այսինքն զուտ ինչ որ տենց անուն է, բավական թիթիզ անուն է, եթե ունես որ բազմություն մեջը մի քանի ելքեր, ու ուզում ես հարցնել, ինչքան է հավանական, որ այս ինչ ելքը տեղի, նու, այս ինչ ելքերից որևէ մեկը տեղի կունենա, 2-ը, 4-ը կամ 6-ը, այս բազմության մեջ հավաքելու գործողությունը, որ մենք արեցինք, արդյունքում ինչ որ ստացվեց, դրան անվանում ենք անգլերեն event, հայերեն անվանում են պատահույթ։ Այդ ոնց որ պատահույթը բազմությունն է մի քանի ելքերի։ Ընդ որում, հեսա կտեսնենք, պատահույթ ենք անվանում ոչ թե ոնց որ ցանկացած բազմություն։ Այսինքն ինչ որ ինչ ելքերի մեջ ուզում ես վերցրու եւ այլն, այլ պատահույթ ենք անվանում այն բազմությունը այն ելքերի, որոնց ուզում ենք հարցնենք, իսկ ինչքան է հավանական, որ կլինի այսինչ բանը։ Հələ որ խիստ սահմանում չեմ տալիս, բայց համարեք, որ պատահույթը այդ այն ելքերի բազմությունն է, այսինքն օրինակ 2 4 6-ը պատահույթ է, 1 2 3-ը պատահույթ է, 1 5 6-ը պատահույթ է, բայց ասենք 7 4-ը պատահույթ չէ, որովհետև զառը 7 չի կարող ընկնել։ Ուրեմն այդ թույլատրելի ելքերից եթե ինչ-որ մի բազմություն կազմես, եթե դու ուզում ես հաշվել այդ դրա հավանականությունը, այսինքն եթե դու ինչ-որ մի ձև գիտես այդ դրա հավանականությունը կամ կարաս հաշվես, ապա իրան անվանում են պատահույթ։ Ֆիքսենք ժողովուրդ, այստեղ կարելի է ընդհանրապես չիմանալ ինչ բան է պատահույթը, այս սահմանը չտալ, անցնել առաջ ու ոնց որ շատ բան չի փոխվի, այսինքն ուզում ասեմ առանց իմանալու այս սահմանումները եւ այլն առանց sense շատ ուրեմն տեսական ուղղության մեջ խորանալու, մենք կարանք շատ հանգիստ մեր մնացած ինչ որ պետքա գրենք, sense լուծումները հաշվենք եւ այլն, այսինքն ամեն ինչը կարանք անենք։ Սա զուտ անում ենք այն համար, որպեսզի ֆորմալ առումով մենք ինչ որ ֆիքսենք, որ ամուր հիմքերի վրա ենք ինչ որ ասում ենք, որ հետո ինչ որ սխալներ չհանդիպեն, ինչ որ պարադոքսալ ելույթների չգանք, այսինքն կարելի է նաև այս պատահույթի մասը ոնց որ բաց թողնել, բայց մենք բաց չենք թողել։ Ուրեմն ելքերի բազմությունը ուղղակի կանվանենք պատահույթ, բայց ֆիքսենք, որ նշի, որ բոլոր հնարավոր բազմություններն են էլի պատահույթներ, այլ այն բազմություններն են պատահույթներ, որոնց հավանականությունը մեզ հետաքրքիր է, որոնց ուզում ենք դրանց հավանականությունը հաշվել ու կարանք ինչ-որ մի ձև հավանականությունը հաշվել։
Շատ լավ։ Դե անգլերեն ասում են event, եւ որոնց առաջի քայլով, երբ որ ուզում ես հաշվես ինչ-որ բանի հավանականությունը, հավաքում ես այդ ոնց որ նոր ասացինք, էլի, հավաքում ես դրանց մեկ բազմության մեջ, կարաս անուն դնես, օրինակ զույգ ելք լինելու հավանականությունը, այդպես ա պատահույթի հավանականությունը, այլ չենք ասի բազմություն, կասենք պատահույթ, եւ այդ պատահույթի ժխտումը կամ լրացումը, դա էլ են տակը մնացած, այսինքն կենտ լինելու, կենտ ելք ունենալու հավանականություն, այդ ոնց որ ցույց տվող պատահույթն է, դեսեք ասում event of getting an unknown, այսինքն կենտ թիվ ստանալու պատահույթը, որը ասում պատահույթ կարող հանգիստ դեպի համարեք, որ նկատի ունի ինչքան է հավանական որ կլինի կենտ, այդ հարցը ոնց է գրառելու, այդ գրառման ձևն է պատահույթը։ Շատ լավ։ Ուզում ենք հասկանանք հիմա ոնց է կարելի նշանակել n event-ը, հա, n պատահույթը, որ զառի վրայի թիվը, զառի ընկած թիվը կլինի 4-ից փոքր։ Ինչ կասեք։ P1 2 3։ Շատ ճիշտ է։ 1 2 3 այդ մեր, պատասխան չկա, մենք ստեղ գրենք, ուրեմն գրում ենք հավանականություն, ուստեղ գրում ենք այդ մեր ուզած մեր ցանկալի ելքերի բազմությունը, հիմա 1 2 3։ Եվ այս 1 2 3-ը, որը գրեցինք, որը առաջարկեցիք դուք, ինքը փաստորեն լինում է պատահույթ, եւ իրան կարելի է նշանակել ինչ-որ ատառը։ Այսինքն ստեղ լինում է հավանականություն ու a։ Դե հələ որ չգիտենք ես ոնց է, այսինքն կարելի է ասել, եթե յուրաքանչյուր ելքի հավանականությունը 1/6 է, չէ, այստեղ ունենք 3 հատ ելք, հավանականությունը առանձին հավանականություն պլյուս սրանը։ Սրանը 1/6 է, գումարած 1/6, գումարած 1/6, էլի տալիս է 3/6, այսինքն տալիս է 1/2։ Շատ լավ։ Էսի սենց գրառեցինք, եկեք ինչ որ միտեղ ֆիքսենք ուրեմն, i-ով նշանակում ենք n ելքերը, երբ որ մեր զառը 4-ից փոքր է։ Այսինքն այս a-ն ըստ էության 4-ից փոքր լինելու այդ պատահույթն է։ Լավ։ Եկեք սենց մի հարց դիտարկենք։ Այ ենթադրենք էլի ինչ որ խաղ ենք խաղում, հա, մեզ պետք է զառի թիվը համ 4-ից փոքր լինի, համ էլ զույգը լինի։ Հա, այսինքն եկեք սրա տառը փոխենք, ներողություն եմ խնդրում, որ a գրեցինք, եկեք գրենք b։ Ինչի ասում b, որտեվ a-ն այստեղ էս է, հա, a-ն այդ զույգ լինելն է, b-ն 4-ից փոքր լինելն է։ Սա էլ զույգ լինելն է։ Հիմա ժողովուրդ, ոնց է կարելի նշանակել n հավանականությունը, որ զառի վրայի թիվը համ 4-ից փոքր կլինի, համ միևնույն ժամանակ զույգ։ Տարբերակներ։ Դե a ու b բազմությունների հատումն է։ Դա էլ երկուսն է։ Այո, այս մեր ոնց որ եթե նկարենք a-ն է, հա, սրանք զույգ թվերն են։ Ստեղ մի հատ էլ կողքից ունենք ինչ որ այդպես բազմություն, որը այդ 4-ից փոքր թվերն է։ Մեզ պետք է n կետերը, որոնք ընկած են համ այս a-ի մեջ, համ b-ի մեջ, հետո ոնց որ ասեցիք, ես իրանց հատումը պետք է վերցնենք։ Այսինքն n կետերը, որոնք ընկած են երկուսի մեջ են։ Ուրեմն կգրենք հավանականություն a հատած b, որը դե ոնց որ իրական տալիս է այդ միայն երկուսից բաղկացած բազմությունն է, չէ՞, դա մենակ երկուսն է, որ համ 4-ից փոքր է, համ է զույգ, տվեց 2, հետո դե դրա հավանականությունը գիտենք ինչքան է, բայց այդտեղ ոնց որ գլխավոր մասը, որի վրա ուզում ենք պատասխանել, դա էս է։ Երբ որ գրում ենք մի պատահույթը հատած մյուս պատահույթի հետ, այդ նկատի ունենք ինչքան է հավանականությունը, որ համ առաջինը տեղ ունենա, համ երկրորդը։ Այսինքն a հատած b-ն, դա այն պատահույթն է, երբ որ զառի վրայի թիվը համ 4-ից փոքր է, համ է զույգ։ Իսկ ժողովուրդ, ինչ եք կարծում, ոնց եթե այդտեղ էս and-ի փոխարեն լիներ or, հա, այսինքն զառի վրայի թիվը 4 է կամ էլ զույգ։ Այդ դեպքում ոնց կնշանակենք։ Միավորումով։ Շատ ճիշտ է, դա միավորումով։ Եթե ունես ինչ որ S A-նա, S B-նա եւ ուզում ես քո ելքը լինի կամ A-ի մեջ, կամ B-ի, դե կամ էլ S երկուսի S հատման մեջ, այսինքն ուզում ես այս ամբողջ այս տիրույթի մեջ լինի, գրում ես A միավորած B։ Այսինքն A միավորած B-ն նշանակում է, որ թող լինի A-ն կամ էլ B-ն, որ ասում ենք կամ նկատի ունենք, էլի, ոնց որ կատեգորիկ կտրոկանապես A-ի մեջ լինի, բայց հանկարծ B-ի մեջ չլինի, այդ կամը ներառում է նաև իրանց հատումը, էլի, այսինքն կամ A-ի մեջ լինի, կամ B-ի մեջ լինի, կամ էլ համ A-ի, համ B-ի։ Միավորման նշանը մեր համար ոնց որ կծառայի այդ կամի գործողություն,
ոնց որ հենց նոր դուք դուրս բերեցիք էլի, որ միավորում է ոնց որ թե ծածկում է բոլոր այն դեպքերը, երբ որ համզույգի դեպքն է ծածկում, համ էլ ծածկում է այն դեպքը, երբ որ զույգ չի, բայց ասենք թե 4-ից փոքր է։ Իսկ այս հատումը այդ նշանակում է եւ։ Այսինքն հատումը եւ-ն է, միավորումը կամ։ Սրա մեջ ներառված նաև այն դեպքը, երբ որ ոնց որ երկուսն է միաժամանակ տեղի ունեն։ Շատ լավ, ժողովուրդ, այսինքն ոնց որ այդ բազմությունների այդ սիմվոլները որ ունենք, մենք իրանց ներմուծեցինք մեր այս հավանականության տեսության, այս հաղթեսի բանի մեջ, դաշտի մեջ։ Այսինքն եթե ինչ որ պատահույթներ ունենք, կարելի է իրանց հատել իրար հետ եւ կարելի է միավորել իրանց հետ։ Այդ ոնց որ նկատի կունենանք երկու բանի միաժամանակ տեղի ունենալը ու երկու բաներից որևէ մեկի տեղի ունենալը։ Եթե ինչ որ խնդրի մեջ տեսնեք գրած է, որ ինչքան ոնց որ բարձել հավանականությունը կամ տենց մի բան, որ տեղի ունի, ասենք թե այս A, B, C պատահույթներից որևէ մեկը, այդ որևէ մեկը ասելով էլի նկատի ունի A միավորած B միավորած C։ Կարակ էլի sense պատկերացնեք, այս A-ն է, այս B-ն է, այս C-ն է, իրանց միավորում է այս ամբողջ այս բոլոր այն կետերն են, որոնք որ գոնե մեկին պատկանում են։ Ու տենց, այս հատման ու միավորման նշանները կարելի է անել մի քանի բազմությունների համար իրար հետ ու կտեսնենք, որ հետագայում ինքը մեզ շատ օգտակար է լինելու։ Չեմ ուզում ծանրաբեռնենք մեր նշանակումները, բայց որոշ գրքերում կարող եք տեսնել նաև այս հատման նշանի տեղը ստորակետ է դրած, ասենք գրած է հավանականություն A ստորակետ B, այդ զուտ նկատի ունի A հատած B, այսինքն համ A-ն լինի, համ B-ն լինի միաժամանակ։ Շատ լավ։ Իհարկե որ, ահա, համեցեք։ Ուզում եմ հարցնել, իսկ A միավորած B-ն տենց ինչ ուրիշ ձև նշանակվում է, թե չէ։ Շատ լավ բան եք ասում, ենթադրում եմ, գիտեք ոնց կարելի է ինչ որ ուրիշ գրքերում է կարող ատենա գրած A գումարած B, էսի էլի միավորումն է, A անգամ B արտադրյալն էլ էսի էլ հատումն է, բայց ոնց որ ցանկալի է այդպես գրքերից հեռու մնաք, նե կամ ամեն դեպքում գրքի սկզբում գրած է, որը ոնց է նշանակում, տենց ոնց որ ամենատարածված ու հասկանալի նշանակումը այդ հատում միավորումն է, էլի այսենց ու այս։ Այդ հեռու մնակը որտեվ սովետական գրքերն են տենց նշանակում, թե խի։ Դե տենց կտրականապես չի ասի, որ հենց 4 սովետական գրքերը բան, բայց հա իրականում տենց ինչքան 5 գիրք է, այդքան ոնց որ ավելի ոչ այսօրվա ստանդարտից հեռու են, նշանակում ասենք 60-ական թվականների գիրք բա։ Չէ, դեպի հումորով էի ասում ավելի շատ կարակ կարդակ իհարկե։ Բայց ոնց որ ես իմ փորձով կարող եմ ասեմ, որ այդ ինչքան սիմվոլները անծանոթ լինեն, այդքան մի քիչ դժվարացնում է այդ ընթերցանության process-ը, միջև վերջը սովորում ես, էլի, որ հատում ես միավորում են։ Չէ, նորմալ է, էլի, այսինքն տենց որ լուծով կարելի է կարդալ, բայց ոնց որ այն մեր գրականությունը, որը ոնց որ կառաջարկենք այս էջերից այս բաները կարդալ, այդտեղ եթե չեմ սխալվում, բոլոր այդ առաջարկվող գրքերի մեջ հատում միավորում այդ սիմվոլներն է օգտագործվում։ Շատ լավ։ Ուրիշ հարցեր։ Եկեք ֆիքսենք ժողովուրդ, երբեմն երկու բանը միաժամանակ տեղ ունենալ չի կարող։ Օրինակ, եթե հարցնենք ինչքան է հավանականությունը, որ զառի թիվը համ զույգ կլինի, համ էլ կենտ կլինի, այսինքն զույգը աներ, այլ լրացումը կենտն է, դե զառի վրա թիվը կարա համ զույգ լինի, համ կենտ։ Ոչ, չի կարող։ Եթե ինչ-որ բան չի կարող լինի, այդ դրա հավանականությունը միանգամից 0 է։ Այսինքն օրինակ յուրաքանչյուր բազմությունը իր այս ժխտման, իր լրացման հետ եթե հատես, այսինքն պատահույթը ու իր տեղի չունենալը միաժամանակ չի կարող իրար հետ լինեն, այդ դրա հավանականությունը կլինի 0։ Այսինքն հնարավոր է այնպես լինի, որ այս մեր A բազմություն լինի, այս մեր B-ն լինի, A պատահույթ ու B պատահույթ ու իրանք իրար հետ հատում չունենան։ Եթե իրանք իրար հետ հատում չունեն, կոչվում են չհատվող կամ անհամատեղելի։ Հեսա մենք ինչ-որ պահի երևի թե սահմանումը դրա կտանք կհասնենք է դրան, բայց ուրեմն անհամատեղելի կամ չհատվող ենք անվանում, եթե միաժամանակ երկուսը տեղ ունենալ չի կարող։ Օրինակ, եթե, չգիտեմ, չեք կարող խաղ խաղաք, մեջը համ հաղթեք, համ պարտվեք։ Եթե մեկ խաղ եք, էլի խաղում ասենք, մի պարտվեք կամ շախմատի, կամ համ հաղթեք, համ ոչ ոքի լինի, այդպես բան չի լինի։ Շատ լավ։ Այսինքն այդ ինչ որ էլի մի ձև է, եթե երկու բաներ հատում եք իրար հետ, տեսնում եք իրար հետ չեն հատվում, ուրեմն միանգամից հավանականություն լինում է 0։ Հաջորդ հարցը հենց այդ է լինելու, այդ կամն էլ է միավորման նշանն է, որը խոսացինք։ Եկեք ինչ որ օրինակներ նայենք,
օրինակ, հա, այդ շախմատ խաղալու իրավիճակը, տեսեք, մինչև այս ինչ որ խոսում ենք, բոլոր երգերը նույն հավանականություններ ունեն։ Զառի դեպքում էլ, կոպեկի դեպքում էլ, որտեղ իսկական զառ, իսկական կոպեկ էր, ոնց որ հետաքրքրություն նրա մեջ է, որ բոլոր երգերը նույն հավանականություն ունեն։ Բայց ժողովուրդ, պարտադիր չի, որ միշտ այդպես լինի։ Այսինքն, եթե բոլոր հնարավոր ելքերի բազմությունը եկեք այստեղ գրենք, հետո կանդրադառնանք տակի գրվածին։ Նույնիսկ կարա բոլոր հնարավոր ելքերի բազմությունը բաղկացած լինի երկու ելքից, ասենք թե A ելք եւ B ելք, հեչ պարտադիր չի, որ այսանցից յուրաքանչյուր տերմինալ հավանականություն ունի 1/2, 1/2։ Օրինակ, եթե առնեմ լոտո, ջնջեմ, հարցնեմ որքան հավանական որ կշահեմ, դե երկու հնարավոր տարբերակ կա, չէ՞, ուրեմն կամ կշահես, ինչ որ գումար կդառնաս միլիոնատեր, կամ չես շահի, այսինքն չշահես։ Այստեղ օրինակ լոտոյի դեպքում հեչել նենց չի, չէ՞, որ 50% հավանականությամբ շահում ես, 50%-ով չես շահում։ Եթե տենց լիներ, մարդիկ մի 1000 հատ կառնեն, 500 հատը կշահեն, 500 հատը կպարտվեին, արդյունքում կդառնան միլիարդատեր, բայց այդ հավանականությունները շատ անարդար են բաշխված, էլի, այսինքն 1000 հատ տոմսից, 1000 հատ լոտոյից մենակ մի հատն է շահում, այսինքն շահելու հավանականությունը օրինակ այդ դեպքում բանա 1/1000-ը, այսինքն 1000 դեպքից 1-ը 0.0001 չշահելու հավանականությունը 999 1000-ը այդ ոնց որ ֆիքս են կան լավ իրավիճակներ որոնց մասին մենք էլի խոսենք երբ որ բոլոր ելքերը իրար մեկը մյուսից ինչ որ բանով առավել չի այսինքն բոլոր ելքերն ունեն նույն հավանականությունը բայց կան լիք իրավիճակներ երբ որ տենց չի ու ինչ որ մի ելքի հավանականությունը այս ինչ թիվն է մյուս ելքին ավելի բարձր կամ ավելի ցածր Այս վերևի մեր այս օրինակը հենց այդ դրա մասին է, ասում եմ, եթե օրինակ շախմատ խաղակ ասենք թե Լևոն Արոնյանի հետ, 3 հատ հնարավոր տարբերակ կա, էլի, կամ հաղթում ես, կամ պարտում, կամ ոչ ոքի, ասենք առաջին տառերով թողսեցնի, հա, WLD, այս 3-ը մի բազմության մեջ եթե հավաքես, բոլոր ելքերի բազմությունը կլինի, այսինքն օմեգան կլինի, բայց իհարկե այս ելքերի հավանականությունները իրար հավասար չեն, այսինքն նես չի, որ 1/3, 1/3, 1/3-ը այտենց կլիներ, եթե ասենք շախմատ չլիներ, էլի, այլ ասենք կոպեկ է գցում կամ չորտնես մի բան եք անում, որը ոչ մի բանից կախված չի։ Բայց այս դեպքում իհարկե հավանականությունը, որ կհաղթեք, ասենք 0.000 ինչ որ տեն շատ զրոներ պարունակող մի հատ փոքր թիվ է, պարտվելունը նշանակալիորեն ավելի մեծ։ Շատ լավ։ Այս ոնց որ ֆիքս ենք։ Կարան այնց լինի, որ ելքերը լինեն ասենք թե 3 հատ, բայց ունես չի որ ամեն մի ելքինը միշտ պարտադիր պիտի 1/3 լինի։ Հարց կարաք տակ, իսկ այդ ոնց ես որոշում, էլի, ոնց ես որոշում ամեն ելքի հավանականությունը ինչքան է։ Տեսեք ժողովուրդ, այդ հարցը կախված է ոնց որ խնդրից։ Այսինքն մենք այդ ինչ որ մի խնդիր ես լուծես, դու նայում ես այդտեղ ելքերից մեկը մյուսին նկատմամբ առավելություն ունի թե չունի, դու ինքդ հասկանում ես կամ խնդրի մեջ ինչ որ պայմանավորված լինում որ սենց բան է, եւ այդտեղից արդեն դուրս ենք բերում հավանականությունը, այսինքն ամեն մի իրավիճակում այսինչ ելքի հավանականությունը մյուս ելքի հավանականությունից կարող ավել կամ պակաս լինի։ Եթե իմ հետ շախմատ խաղակ, հաղթելու հավանականությունը շատ ավելի մեծ կլինի, քան եթե Լևոն Արոնյանի հետ խաղակ շախմատ, այսինքն կախված է իրավիճակից։ Մի բան հարց տամ, էլի։ Այսինքն, եթե խնդիր ունենք, որտեղ պայմանը սենց է տված, որ շախմատ ենք խաղում Լևոն Արոնյանի հետ, ու երկուսս էլ հավասար փորձ ունեցող շախմատիստներ ենք, այդ դեպքում լինում է 1/3, 1/3, 1/3։ Հա, մոտավորապես։ Եթե տենց բան տրված լինի, որ այդ երկու մարդիկ էլ հավասար փորձ ունեն, հավասար հմտություններ եւ այլն, այդ դեպքում կլինի 1/3, 1/3 մի նշում անեմ, եթե իհարկե այդ խաղը, ասենք, այնց խաղա, որ մենակ շախմատի կանոններն այնց են, որ ոչ ոքի լինելու հավանականությունը լավ հաղթելը ու պարտվելը իրար հակակշռում են, բայց այդ ոչ ոքի լինելու հավանականությունը մի քիչ հազվադեպ հանդիպող բան է, էլի ոչ ոքին։ Չվոքի հակառակը։ Եթե նայեք այդ բարձր լիգայի շախմատիստների խաղերի մեծամասնությունը ոչ ոքի է, ասենք, չգիտեմ, այդ աշխարհի չեմպիոնատ, որ 14 հատ իրար խաղում են, մեծ մասը ոչ ոքի է, առավելություն ստանում են այն շատ քիչ քանակությամբ խաղերի դեպքում։ Դեմ չեմ։ Հակառակն է, ասենք, ուզում ասեմ, երկու այդ լիգայի իրար հավասար խաղացողի պարտվելու հաղթելու հավանականությունները, չգիտեմ, ենթադրենք 1/6, 1/6 լինեն, ոչ ոքի 4/6։ Շատ լավ։ Այդ ոնց որ ավելի լավ մեկնաբանեցիք։ Մերսի։
Շատ լավ, ում եթե երկու խաղացողներն այդեն շատ ուրեմն ուժեղ լինեն եւ այլն, այդ դեպքում ոնց որ իմ պնդում ավելի շատ այնա, որ հաղթելու ու պարտվելը նույն հավանականությունը կլինի, ոչ ոքինը կարա մի քիչ ուրիշ լինի, այս ոչ ոքին ոնց որ նշեցիք, ասենք թող լինի 4-6-րդ։ Կարանք բացենք ինչ որ տենց աղսակներով բաներով նայենք, ինչ որ հավանականություններ, բայց հա, եթե երկուսն էլ լրիվ նույն տենց ոնց որ փորձ ունեն, ավելի շատ այս տեսակի ինչ որ պատկեր կլինի։ Նկատենք, որ ոնց որ այդ հաղթելու ու պարտվելու հավանականությունները իրար հավասար կլինեն։ Եթե խնդրի մեջ տենց բանը ասում, էլի։ Ասենք հաճախ նու լավ չասեմ ML-ում, բայց հաճախ ինչ որ իրավիճակներում խնդիր չի լինելու, էլի, որ խնդրի մեջ պահանջ գրած լինի եւ այլն եւ այլն։ Մենք վերցնելու ենք ինչ որ տենց վիճակագրական ինչ որ դատա առանձնացնենք, այդ դրա հիման վրա փորձենք գուշակել այդ ինչքան է հաղթելու հավանականությունը, ինչքան է պարտվելու հավանականությունը, ու այդ դեպքերում եթե ասենք մի ելքը մյուս ելքից առավելություն չունի, մյուս ելքի նկատմամբ, այդ դեպքում իրաց հավանականությունները նույնն են լինելու։ Այս օրինակը մի քիչ տենց խճճված բարդոտ օրինակ էր, որտեղ բանը էլի ուրիշ են շախմատի կանոնները, բայց հա, ոնց որ հուսում եմ այդ ձեր հարցի պատասխանը ինչ որ մասով ծածկում էր իմ ասածի մեջ։ Շատ լավ, հարցեր։ Լավ։ Տեսեք Ժորդ, վերևը նոր որ խոսացինք, ստեղ ինչ որ ընդամենը 3 հատ հնարավոր ելք կար, այսինքն այս դեպքում կասենք, որ մեզ օմեգան վերջավոր է։ Վերջավոր, այսինքն մի քանի հատ ընդամենը էլեմենտ ունի ու վերջ։ 1, 2, 3։ Ներքևում մենք կարանք ոնց որ տեսականորեն մի ուրիշ իրավիճակ դիտարկենք, հա, ֆուտբոլ են խաղում ենթադրենք երկու-թիմ, ու ոնց որ բոլոր հաշիվները, հա, այս դեպքում խաղի արդյունքը այն ինչը որ գրանցվում է, այդ հաշիվը, դա լինելու է մեր ելքը։ Կարա նես լինի ոչ մի գոլ չխփեն 0-0, կարա նես լինի ինչ որ 0-1, կարա լինի 1-0, հա, եւ այլն, այդպես շարունակ։ Տեսականորեն կարող լինի նաև այնց, որ ասենք 100 հատ գոլ մի թիմը խփի, 200 հատ գոլ մյուս թիմը խփի։ Իհարկե, այստեղ ինչ որ մա տենց ոնց որ լիմիտ կա եւ այլն, ինչ որ կանոններ կան, այսինքն տենց այդքան էլ ազատություն չունենք էլի, ինչ որ ասենք 5 միլիոն հատ գոլ էս թիմը խփի, 4 միլիոն հատ այն թիմը։ Բայց ոնց որ այս դեպքում տեսեք շատանում է այդ մեր հնարավոր այդ ելքերի քանակությունը։ Եվ էլի, ինչ որ մի ելքը մյուս ելքից կարող ավել կամ պակաս հավանականություն լինի, հենց այդ դրա վրա, ասենք, այդ խաղադրույքներ բաներ աշխատում են, դրա վրա է հիմնված էլի, որ նույն հավանականությունները չեն, ասենք, չգիտեմ, Փյունիկը խաղա Ռեալ Մադրիդի հետ, այդ մի քիչ տարբեր է, էլի, ամեն դեպքում հավանականային բաները, այսինքն մի թիմի հաղթելը մյուսին կամ ոչ ոքի լինելունը, դա ընդհանրապես բան չեն, հավասար չեն իրար հետ։ Բայց ոնց որ ֆիքսենք, կարա այդ մեր օմեգան պարունակի, ասենք թե 3 տար, կարա պարունակի 1000 հատ տար, կարա նաև անվերջ հատ տարեր պարունակի, այսինքն բոլոր հնարավոր ելքերի բազմությունը ինքը կարա լինի ինչ որ անվերջ բազմություն, այսինքն բազմություն, որը վերջավոր չի, մեջը անվերջ հատ էլեմենտներ կան։ Էդ էլ է հնարավոր, այդ դեպքում մի քիչ ոնց որ իրավիճակը բարդանալու է, հեսա կտեսնենք ինչ է տեղ ունենում, բայց նա հետարքիր արդյունքի է գալի, իրական մոտենում ենք մի հետարքիր գաղափարի։ Շատ լավ։ Եկեք նայենք այդ երրորդ ավելի հետարքիր օրինակը, հա, մենք պայմանավորվենք նաև, որ մեր բոլոր այդ պատահույթների բազմությունը, պատահույթների տարածությունը իրա նշանակել F բազմությունով։ Այսինքն ինչ նկատի ունեմ, օրինակ եթե զառը այդ գցելու դեպքն ենք նայում, ստեղ ասենք թե մեկը պատահույթ է, մեկ ընկնելը էլի։ Պատահույթ է, 2 ընկնելը պատահույթ է, 1 կամ 2 ընկնելը պատահույթ է, հա, ասենք 3, 4, 5, 6, սա պատահույթ է, այն մեր նախորդ էջում A անունով պատահույթ ունենք, որը զույգ թվերներ պարունակում, ունենք A-ի լրացումը, ունենք B-ն, ունենք B-ի լրացումը, A հատած B, A միավորած B եւ այլն, բոլոր այս տեսակի բազմությունները մենք ոնց որ այն ինչի հավանականություն դու կարաս չափես, դա պատահույթ է։ Ու դա ինքը բազմություններով է նկարագրում, հա, այսինքն սրանք բոլորը պատահույթներ են։ Բոլոր այս բազմությունները կարանք գցենք մի հատ մեծ բազմության մեջ, իրական այսքան ուսեն շարունակ, էլի, լիքը տարբեր բազմություններ կարամ կազմել։ Բոլոր այս բազմությունները գցում ենք մեկ ուրիշ բազմության մեջ, ոնց որ լիստ ունենաս, մեջը մի քանի փոքր լիստեր, եւ դրան անվանում ենք, ասենց նշանակում ենք ասենց ձևավոր F տառով, էսի F-ը, եւ իրան անվանում ենք պատահույթների բազմություն կամ պատահույթների տարածություն։
ինքը էլի ֆիքսեմ ժողովուրդ, տեսի ինչ որ տենց բավական տեսական, ֆորմալ մի գաղափար է, այսինքն խնդիր լուծելուց այդ համարյա երբեք չես վերցնելու ձեռով գրես այս ինչ բազմությունն է, օմեգան այս ինչ բազմությունն է, դրանք մի քիչ ավելի տեսական բնույթի խնդիրներ նկարագրելուց են, էլի օգտակար։ Եթե ուզում ես զառի համար հաշվես զույգ լինելու հավանականությունը, ընդհանրապես պարտադիր չի սա իմանաս կամ էսի գրես կամ էսի հասկանաս։ Բայց քանի որ մենք հետո տենց ուզում ենք այս ոնց որ ավելի տեսական բանի հարցերին կարողանանք պատասխանել, այս սահմանում եկեք մտցնենք, եկեք այս բոլոր f-ով այսուհետև նշանակենք բոլոր պատահույթների բազմությունը։ Ինքը բազմությունների բազմությունն է, էլի, իր էլեմենտները իրանք այսպես պատահույթներ են, այս բազմությունը, այս բազմությունը, այս բազմությունը եւ այլն։ Հարցեր։ Հայկ ջան, այդ որ ասում են սիգմա ալգեբրա, հենց այդ f-ն է։ Շատ ճիշտ է։ Այս տեսակի բազմությունը, այսինքն բազմությունների բազմություն, որի մեջ ասենք էլեմենտներ ուրիշ բազմություններն ու այդ բազմությունները կարելի է այդ միավորել, հատել եւ այլն, ինչ որ կխոսենք այդ մասին, այդ գործողությունները կատարել, հենց ձեր ասածն է։ Այս տեսակի բազմությունը ինքը անվանում են սիգմա հանրահաշիվ, այսպես անգլերեն սիգմա algebra։ Բայց ոնց որ ես որպեսի շատ մեծ չշփոթացնեմ տերմինները, որոնք մեզ հետո պետք չեն գալու, այդ չեմ ասի այդ սիգմա հրաշիվ անվանում, ուղղակի կասենք f։ Շատ հաճախ էս f-ն չեն գրի, էլի։ Բայց գրքում դասագրքում որ կարդաք կհանդիպեք իրան, հենց այդ ձեր ասածն է։ Շատ լավ։ Կներեք, էլի Բորելյան չեն ասում դրան։ Բորելյան սիգմա հրաշիվ։ Շատ լավ։ Այ ձեր ասածը Բորելյանը ինքը սիգմա ինքը տենց մի հատ շատ մեծ սիգմա հրաշիվ է, ոնց որ ամենա չէ ուզի խորանա իր մեջ, ինքը նույնպես սիգմա հրաշվի մի օրինակ է։ Եկեք ֆիքսենք մեր օրինակ է զառի խնդրում են ինչը որ գրել եմ, ինքը ձեր ասած այդ Բորելյան սիգմա հրաշիվը չի, դրա ինչ որ մի ենթաբազմություն է։ Այդ է ոնց որ էլի շատ լավ է որ այդ մասին գիտենք, բայց քանի որ մեր ես չեմ ուզում ես խճճեմ այս տերմիններով, ապա ոնց որ այդ անվանումները չեմ տա։ Ահա։ Շատ լավ, շնորհակալություն։ Ահա։ Okay, Ժորժան, այդ ուղղակի event space, ինչ որ կարդաք այն բազմությունն է, որի մեջ լցված են մյուս բազմությունները։ Հիմա պատկերացրեք, սպասում եք ավտոբուսի, եկեք մի հատ այնպես խնդիր դիտարկենք, երբ որ հնարավոր երկերի բազմությունը ինքը բանը միջակայք է, այլ ոչ թե վերջավոր ինչ որ մի բազմություն։ Պատկերացրեք, որ ավտոբուս եք սպասում, ու ենթադրենք ավտոբուսը պայմանավորվենք, որ կարա գա 0-ից 60 րոպե հետո, այս առջկա մի ժամվա մեջ ինչ որ պահի գալու է, ենթադրենք ժամացուցակ չկա, չգիտեք երբ է գալու, ոնց որ լրիվ բախտի վրա է։ Այս մեր 0-ից 60 միջակայքն է, այս իր մեջ այսպես թվեր են լիքը շարած, ու ասենք ուզում ենք հասկանալ, ինչքան է հավանականությունը, որ ավտոբուսը կգա ուղիղ 2 ստակ գրված թիվը ենթադրենք 3, 4, 9, 7, մի քիչ էլ ես այսպես իմ կողմից կծաղկացնեմ, ինչ որ sense թվեր կավելացնեմ, sense շարունակ։ Ուզում ենք հարցնենք, ինչքան հավանական որ ավտոբուսը գա ուղիղ 2.3, 4, 9, 7, 1, 3, 0, 0, 5, 1 եւ այլն, այդքան րոպե անց։ Այսինքն դու ուղիղ այսքան րոպե սպասես ու ուղիղ այսքան րոպե հետո ավտոբուսը գա։ Նախ ոնց որ այս հարցը, այս հավանականությունը երևի թե այդքան է հետաքրքիր հավանականություն չի։ Օրինակ ինձ կյանքում երբեք չի հետաքրքրել ինչքան հավանական որ ավտոբուսը ուղիղ այսքան հետո կգա։ Այսինքն եթե նույնիսկ այս տիպը չկարողանամ հաշվեմ մեծ տենց ինչ որ գլխացավանք չի, ոչինչ, առանց այս թիվը հաշվելու էլ կարանք յոլա գնա, բայց այս ոնց որ կարանք հետևալ հարցը ամեն դեպքում տանք, ինչքան է հավանականությունը, որ ավտոբուսը գա ուղիղ այսքան րոպե հետո։ Տեսեք, որ դեպի ասեմ ուղիղ այդքան րոպե հետո նկատի ունեմ այս 0-ից 60 այս գծի վրա, ինչ որ մի հատ այսպես կետ է, մի հատ այսպես եկեք փոքր նկարեմ, այս կետն է, այս կապույտով որ նկարեցի, ինձ պետք է ավտոբուսը չգա սրանից շուտ, դառը 1 նանովարկյան շուտ չպետք է գա, էլի։ Ու նաև չգա սրանից ուշ։ Այսինքն գա ուղիղ այս պահի։ Դե այս դեպքում ոնց որ մեր այդ օմեգա sample space-ը, այսինքն բոլոր ելքերը այդ 0-ից 60 ինչ թիվ ասես կարա լինի։ Կարա լինի ուղիղ 2.000000 եւ այլն, կարա լինի π, հա, այսինքն 3, 1, 4, 1, 5 եւ այլն եւ այլն։ Ավտոբուսը ինչ որ պահի գալու է։ Տեսեք, կարանք մենք կլորացնենք այդ թիվը, ասենք ավտոբուսի գալու պահը կլորացնենք, ասենք 1, 2, լավ, 1, 1.5, 2, 2.5, 3, 3.5, բայց այդ ոնց որ իրավունք չունեմ էլի այդպես բան անելու։
ես ուզում եմ թվերը չմոտարկեմ, չկլորացնեմ, այլ ոնց կա տենց եմ նայ, եթե ավտոբուսը գասա 2 րոպե հետո, ասում եկավ 2 րոպե հետո, չասեմ 3:14 րոպե հետո կամ 3 րոպե հետո։ Այսինքն եկեք այդ բանը ֆիքսենք, տենց նույնիսկ հնարավորել չի էլի աշխարհում ինչ-որ մի ժամացույց ունենամ, որը իմ համար հստակ կչափի 2.3, 4, 9, 7 եւ այլն այսքան րոպե։ Ժամացույցները այդքան մեծ ճշգրտությամբ չեն կարող աշխատեն նույնիսկ էլի։ Հիմա ամեն դեպքում ենթադրենք ուզում հարցնեմ, ինչքան է հավանականությունը, որ ավտոբուսը գա ուղիղ այսքան րոպե հետո եւ ոչ մի նանովարկյան աճ, այսինքն այստեղ չի կարա գա, այստեղ չի կարա գա, այլ հենց ուղիղ այս իմ նշած 2.3, 4, 9, 7 եւ այլն այսքան րոպե հետո։ Եկեք այդ հարցին մի հատ պատասխան տանք։ Ինչ հնարավոր տարբերակներ ունեք, ժողովուրդ։ Ձգտելույա 0։ 0 Շատ լավ, այ երկու լավ տարբերակ են, չէ՞, ձգտելիա 0-ի կամ 0-ի է։ Բայց ոչ թե ձգտելիա 0-ի, այլ հենց 0-ի է։ Շատ լավ։ Ահա։ Բազմությունը կոնտինյուում անվերջ է ու ոնց որ բաժանենք այդ 2.3, 4, 9, 7 եւ այլն անվերջի վրա, ինքը ոնց որ ձգտում է 0-ի կամ երևի հենց 0 է։ Մի քիչ այդ բանը վստահ չեմ, բայց 0-ի ձգտում է։ Շատ լավ, շատ լավ։ Այ ոնց որ 0-ից վատ անվերջա թիվ կա ու ոնց որ այդ 2, 3 եւ այլնը այդ անվերջից մեկ հատն է ու ոնց որ այս դեպքում ոչ այդքան հաջորդականությունն է, որքան տուպը հենց մեկը բաժանած անվերջ, այդ 0-ն է։ Ոնց որ պատի վրա ասենք ինչքան է հավանականությունը, որ հենց այդ կետում դարձ խաղանք կխփի, էլի 0 է։ Որտեղ ոնց որ կետերի քանակը անվերջ չեն, այդ մի կետը բաժանած ոնց որ կամ եթե մակերեսով հա վերցնենք, կետի մակերեսը 0 է։ Հիմա ինչքան էլ այդ պատի մակերեսը լինի, 0-ն բաժանած պատի մակերեսի 0 է։ Շատ լավ։ Այ ոնց որ տարբեր կարծիքներ հնչեցին, շնորհակալություն այդ կարծիքների համար։ Ու ճիշտ էին, այո։ Տեսեք ժողովուրդ, բայց ոնց որ բանվորնա, որ դուք արդեն ոնց որ պատասխանը ոնց որ լրիվ զգում եք, գիտեք, եկեք ես մի հատ հետ գնամ, այ ենթադրենք ես ոնց որ ընդհանրապես չգիտեմ պատասխանը, ոնց կմտածեք։ Հա, պատասխանը ժողովուրդ 0 է։ Ինչքան էլ էտի ինչ որ ինտուիտիվ չի թվում, ոնց կարող 0 լինել, այսինքն ավտոբուսի այսքան րոպե հետո գալու հավանականությունը 0, այդ այսինքն հաստատ չի գալու։ Այս այդ մասին խոսանք, բայց ամեն դեպքում ինքը 0 է։ Ինչի է 0 ժողովուրդ։ Հələ պատկերացրեք, sense որ մի հատ հարց մեզ տային, այսինքն ես sense կմտածեի, այս մեր 0-ից 60-ն է։ Պատկերացրեք, ինչ որ մի հատ օմեգա ունեք, հա, որը ունի, ասենք թե 100,000 հատ ելք, կամ 1000 հատ ելք ունի։ Մեջ ինչ որ 1000 հատ թիվ է գրած, A1, A2, A3 եւ այլն միջև A1000 էլի պատկերացնենք ոչ մեկը մյուսի նկատմամբ ինչ որ առավելություն չունի, որտեղ ինչ որ պատական պահի հելեք ավտոբուս եք սպասում էլի, այտենց ինչ որ իրատեսական չի, մեկը մյուսի նկատմամբ առավելություն ունենա։ Կարա բախտդ բերի հենց այդ պահին գա, կարա ուշ գա։ Եթե ունեմ 1000 հատ ելք, յուրաքանչյուր այս ելքի հետ յուրաքանչյուրի հավանականությունը կլինի 1-ը բաժանած 1000։ Հիմա եթե ունենայի ոչ թե 1000 հատ ելք, այսինքն 0.0001 Եթե ունենայի ոչ թե 1000 հատ ելք, այլ ունենայի միլիոն հատ ելք, մի քիչ շատ 10 միլիոն հատ ելք։ Յուրաքանչյուր ելքի հավանականությունը կլիներ 1-ը բաժանած 10 միլիոն։ Այսինքն այսպես։ Եթե այս ելքերի թիվը եւս 1000-ով մեծացնեմ, դե եւս ուրեմն 3.0 կավելանա։ Այսինքն տեսեք ժողովուրդ, եթե քո ելքերի բազմությունը բաղկացած է իրար հետ նույն հավանականություն ունեցող վերջավոր հատ, բայց շատ մեծ թվով էլի ինչ որ տենց, չգիտեմ, միլիարդ, տրիլիոն, կվադրիլիոն, ինչ որ շատ մեծ քանակությամբ թվերից, ասենք Google հատ թվից, 10-ի 100 աստիճան հատ թվից։ Յուրաքանչյուր ելքի հավանականությունը 1-ը բաժանած 10-ի 100 աստիճան, որը ոնց որ 10 մինուս 100 աստիճան, այսինքն 0.1, ու սենց 100 հատ 0 է գրած, նոր վերջում ինչ-որ մի հատ 1։ Այսինքն 0-ին շատ մոտիկ թիվ։ Այս ամեն ինչը օրինաչափական է, ոնց որ լիքը ելքեր կան, ամեն մի առանձին վերցրած այս sense որ այսքանի հավանականությունը փոքր թիվ է։ Բայց այս ամբողջ ինչ որ ասում եմ, աշխատում է, երբ որ ունես վերջավոր հատ ելքեր, այսինքն հա թողնի 100 միլիոն, բայց այդ 100 միլիոնը ինքը վերջավոր հատ ելք է, չէ՞, 1 2 3 4 տտ եկար հասար 100 միլիոնի, վсё, վերջացավ, այսինքն եթե ունես վերջավոր հատ ելքեր, դա sense է լինում։
Բայց այս մեր օմեգայի մեջ կա անverջ հատ ելք։ Ինքը անverջ հատ բաներ է պարունակում, ոնց որ նորը ճիշտ բառը հնչեց, կոնտինուում հատ է պարունակում, այդ ես էլի ոնց որ այդ չեմ ասի այդ տերմինները, ինտուիտիվ ինքը ինչ ասում էլի, ասում է ոչ թե վերջավոր հատ է, այլ անverջ հատ ելքեր են։ Ու իրական մեծ 0-ից 60 միջակայք, եթե դուք փորձեք նույնիսկ իրան տենց շատ զում անել, ինչքան ուզում ես զում անել, օրինակ այսքան կտորը վերցնես զում անես, այսենց, էլի, իրա նման մի հատ միջակայք է։ Ինչ կտոր վերցնում, սենց զում ես անում, իրա նման մի հատ այսենց միջակայք է, որի մեջ անverջ հատ թվեր կան։ Այսինքն որ կտորի վրա դու ինչքան ուզում ես զում արա, մեջ անverջ հատ թիվ է լինում ու այնքան հատ ոնց որ ըստեղ գտնվող կետերի քանակությունը էլի անverջ է, ստեղ էլ անverջ, ստեղ էլ անverջ, ստեղ էլ անverջ։ Ցանկացած մի խոսքով կետ ինչ որ միջակայք որ վերցնես, իրա մեջ անverջ հատ կետ է ու իրական այդ կետերի քանակությունը շատ մեծ է։ Այդ ոնց որ այդ մասին չենք խոսա, բայց կարա կարդակ կամ ինչ որ մի տեղից նայեք, հա, այնքան մեծ է, որ դաժե ավելի շատ 0-ից 60 միջակայքում ավելի շատ թիվ կա, քան ասենք բոլոր բնական թվերի բազմության մեջ թիվ կա, կամ բոլոր զույգ թվերը ինչքան են դրանց մեջ, կամ բոլոր ամբողջ թվերը, կարծես որ անverջ հատ ելք կա։ Եթե ես մեկը բաժանում եի շատ մեծ թվի վրա, ստանում եի որպես պատասխան շատ փոքր թիվ, 0-ին մոտ թիվ, եթե մտովի պատկերացրեք ինչ որ պահի բաժանել եք անվերջի վրա, ստեղ կստանաք 0։ Ոնց որ այտենց մի լավ բան էլ հնչեց, որ ձգտումա 0-ի, այո, մոտավորապես կարանք տենց ասենք ձգտումա 0-ի, բայց եթե ուզում եմ ճշգրիտ ասեմ, այդ հավանականությունը ինքը թիվը չի կարա ձգտի ուրիշ տեղ, չէ՞, հաջորդականություն որելներ, օքեյ, կձգտեր, բայց եթե թիվը ինքը մի հատ sense վերջնական հաստատուն արժեք պետք է ունենա։ Եթե լիներ ասենք 0.001, էսի գիտենք որ սուտ է, այսինքն իրականությունը էլ ավելի փոքր է։ Եթե ստե մի 0 ավելացնեմ, մեկը մեծ է։ Մի 0 ավելացնեմ, մեկը մեծ է։ Կարծես ինչքան ուզում ես փոքր թիվ ասա, այն իրական հավանականությունը դրանից էլ փոքր է։ Իսկ այդպիսի թիվ միայն մի հատ կա, մենակ 0-ն է, որ ինչ դրական թիվ էլ ասես, ցանկացած դրական թվից փոքր է։ Այսինքն ունես անverջ հատ ելքեր ու իրականում ոնց որ այդ տերմինը ասեցինք անհաշվելի հատ, այսինքն շատ մեծ քանակությամբ ելքեր, ավելի ուրեմն տենց կյանքից վերցած առօրյայից վերցած օրինակով ասեմ, եթե ունենք օմեգան ինչ որ մի AB միջակայք է, կարևոր չէ, ան ու B-ն մեջը sense ներառած են թե ներառած չեն։ Եթե օմեգա ինչ որ AB միջակայք է, իր մեջ կա այնքան հսկայական քանակությամբ ելքեր, որ ամեն մի ելքի հավանականությունը 0 է։ Սա դժվար է ընդունել սկզբի համար, բայց ոնց որ հետո որ մի հատ մտածում ես, տենց շատ էլ տրամաբանական է թվում, էլի, այսինքն ինչ հավանականություն, օրինակ տեսեք ոնց է ժողովուրդ մատնահետքերը մարդկանց, հա, աշխարհում 8 միլիարդ մարդ կա, իրանց մատնահետքերը այնքան մարդու մատնահետք է, այսպես ինքը տարբեր նուրբ գծերից կարա բաղկացած լինի, որ ոչ մի երկու մարդու մատնահետք իրար հետ չեն համընկնում, որտեվ այդ հնարավոր տարբերակների թիվը թե քանի ձև կարա քո մատնահետքի վրայի այդ ուրեմն դասավորված լինեն այդ արտաքին շերտը մի խոսքով, դա ուղղակի հսկայական է։ Հետաբար հավանականությունը 0 է։ Իսկ այս 0-ից 60-ում էլ ավելի շատ ուրեմն հնարավոր տարբերակ կա, քան այդ մատնահետքերի թիվը։ Հետաբար ըստեղ նույնպես հավանականությունը որ ավտոբուսը կգա ուղիղ այսքան րոպե հետո 0 է, կամ ուղիղ pi րոպե հետո 0 է, կամ y թիվը, հա, այդ ծանոթա 2.7 եւ այլն, այսքան րոպե հետո էլի 0 է։ Հետաբար եթե դու վերցնես եւ այդ նույն խնդիրը իրականում գալիս է նաեւ այն դեպքում, եթե դու ասում ես, այ այսպես ինչ որ մի հատ չգիտեմ, ոնց որ ձեռդ պահես, ոնց որ օվկիանոսի մեջ ինչքան կաթիլ կա, դու ինչ որ, չգիտեմ, բաժակից մի հատ կաթիլ ուղի այս օվկիանոսի մեջ լցնես, ու հետո ինչ որ պահի գնաց որ մի հատ կաթիլ վերցնես, ասես ես էսի ինչքան հավանական, որ հենց իմ այդ կաթացրած կաթիլը կլինի։ Դրա հավանականությունը 0 է, որովհետեւ այնտեղ շատ կաթիլներ կան, էլի։ Չէ, բայց դրա հավանականությունը 0 չի, որովհետեւ օվկիանոսի միջի կաթիլը все-таки կոնտինուում չեն, ինչ որ Google աստիճան է, բայց հստակ բնական թիվ է։ Լավն էր, համաձայն եմ, նույնիսկ այդ դրա հավանականությունը 0 չի, այսինքն վերջավոր հատ են, հա, աշխարհում ինչ որ մի հատ ֆիքսված մեծատառ n թիվ կա, որը դրանից ավել ջրի կաթիլ չի կարող լինի օվկիանոսի մեջ, հետաբար համաձայն եմ ձեր ասացի հետ։ Այդ 0-ից 60-ի օրինակը ինքը էլ ավելի շատ է, ինքը էլ ավելի կտրուկ է եւ այստեղ էլ ավելի շատ թվեր կան, այստեղ արդեն հավանականությունը 0 է։ Իսկ մի բան հարցնում էլի, օմեգան եթե անվերջ է, այսինքն կապ չունի հաշվելի թե կոնտինուում, հավանականությունը արդեն իսկ 0 է, չէ՞, ոնց որ
Այդ շատ լավ հարց էր, մենք այդ բանը չենք շոշափել։ Տեսեք, եթե միջակայքա յուրաքանչյուր արժեքի հավանականությունը 0 է, տեսականորեն ժողովուրդ կարան հենց լինի, որ ունենաս անվերջ հատ արժեքներ, ասենք 1, 2, 3, այսինքն միջակայք չլինի, բայց լինի անվերջ հատ արժեքներ, գրենք որ միջակայք եթե եղավ, ուրեմն միանգամից 0 է ամեն կետինը, բայց եթե միջակայք չի, 1, 2, 3, 4, 5 եւ այլն, հա, ըստեղ միջակայք չենք տեսնում, այսինքն իրար վրա, այսինքն առանցքի վրա շարված առանձին կետեր, հա, 1, 2, 3, 4, 5 եւ այլն։ Այս դեպքում մի քիչ ամեն այդքան էլ པարզ չի, պետքա ուշադրություն դարձնենք, արդյոք բոլոր ելքերը նույն հավանականություն ունեն, թե ոչ։ Եթե բոլոր ելքերը նույն հավանականություն ունեն, ասենք, չգիտեմ, այս օմեգան թող լինի այն թե տեքստ եմ գրել, մեջը քանի հատ ուղղագրական սխալ կլինի։ Ակնհայտորեն վերջավոր է, այս իմ բերած օրինակը, տենց չգիտեմ, լավ, ինչ որ մի ուրիշ օրինակ է պետք վել, երբ որ օմեգան 1, 2, 3, 4 եւ այլն, ինչ-որ տենց բնական թվերով կարող համարակալվի։ Եթե բոլոր ելքերը նույն հավանականություն ունեն, այսինքն եթե ցանկացած ուրեմն 2 ելք նույն հավանականություն ունեն, էլի այս մեր սխեմայով տալիս է 0։ Բայց երբեմն ժողովուրդ կարա սենց բան էլ տեղ ունենա, մենք հլվոր չենք խոսած այն մասին, երբ որ մի ելքը մյուսից ավելի հավանական է, այն մյուսից ավելի հավանական։ Օրինակ, պատկերացրեք 1 լինելու հավանականությունը կարա լինի 50%, 0.5, կամ նույն ինքը 1/2։ Բայց 2 լինելու հավանականությունը, օրինակ պատկերացրեք խանութ ունեմ, հավանականությունը որ խանութ կմտնի մի հոգի, ընդամենը մի հոգի, այս ամբողջ օրվա մեջ։ Թող լինի 1/2։ Հավանականությունը որ 2 հոգի կմտնի, թող լինի, այս ինչ որ մի խնդիր եմ էլի ասում, այդ օրինակ, այսպես ասենք, հա, օրինակ հնարավոր է որ լինի այսպես։ 2 լինելու հավանականություն լինի 0.25, այսինքն 1/4, տեսեք 3 լինելու հավանականությունը լինի 0.125, եթե ուշադրություն եք դարձնում, ամեն հաջորդ թիվը նախորդի կեսն է։ Հա, այն ամեն հաջորդը նախորդի կեսը լինի։ Այս թվերի գումարը ոնց որ անվերջ հատ են, չէ՞ իրենք, բայց արդեն ամեն մեկը նույն հավանականությունը չունի ու նորմալ է, այս sense ինչ որ իրավիճակ կարա լինի, այսինքն 0-ից 0.5, այս ոնց որ լավ 0.5 այդ մեկ ելքի հավանականությունն է, եւս 0.25 այդ մյուս ելքինն է, եւս սրա կեսը այն հաջորդինն է, ու sense շարունակ։ Այսինքն այո, կարա նաեւ sense օրինակ լինի։ Բայց հենց դու ասացիր, որ անվերջ հատ են ու բոլորը նույն հավանականություն ունեն, այդ ուրեմն իմացի, որ 0 է հավանականությունը, բոլորինը։ Բայց այդ ոնց որ նոր ասացի, դա մի քիչ դժվար է ընդունելը։ Նո դասագրքի մեջ մի քիչ էլի օրինակներ կան գրած, այդ ոնց որ էջերը կտնեմ ու խորտ տամ դա կարդալ մի հատ է։ Ոնց որ ժամանակի հետ ընդունում ես, որ այդ իրոքը տենց է, էլի։ Բայց ասենք մի բան էլ փաստորեն կա ժողովուրդ։ Ուրեմն եթե ինչ-որ բանի հավանականությունը 0 է, այդ արդյոք նշանակում է, որ այդ բանը ընդհանրապես ոչ մի ձև հնարավոր չի տեղի ունենա։ Չէ, այդ չի նշանակում, որ այս բան հնարավոր չի։ Հնարավոր է, էլի, տեսականորեն աշխարհում ինչ-որ մի ուրիշ մարդ լինի, որը իմ հետ նույն մատնահետքերը ունի օրինակի համար։ Բայց այդպես բանի հավանականությունը 0 է։ Այսինքն հնարավոր է, բայց դա ոչ մի շանս չունի, այդպես բան լինելու։ Այսինքն հավանականությունը 0 է, դա դեռ չի նշանակում, որ անհնար է։ Տեսեք, ավտոբուսի հավանականությունը, որ ավտոբուսը կգա ուղիղ այս 2.3497 եւ այլն այդքան րոպե հետո 0 է, որ կգա ուղիղ 20.230111 այդքան րոպե հետո 0 է, որ կգա ուղիղ այսքան րոպե հետո էլի 0 է, այդ բոլոր հավանականությունները 0 է, բայց մեկը ինչ որ պահի ավտոբուսը գալու է, հա, կարող է այս պահին գա, այսքան րոպե հետո, կարող է այս պահին գա, կարող է ընդհանրապես pi րոպե հետո գա, այսինքն եթե 0-ից 60-ն է, ուզես չուզես ինչ որ պահի ավտոբուսը գալու է, բայց նախքան իր գալը, այս տեխնացու հանդիսացող կետերից բոլորի շանսը յուրաքանչյուրի հավանականությունը 0 է, իրար հավասար ու 0 են։ Ոչ մեկը ոչ բանով մյուսից ավել չի, ու 0 է, որովհետև ոնց որ մեկը բաժանց անվերջ։ Էլի, ոնց որ չեմ ուզում սրա վրա շատ կենտրոնանանք, բայց ոնց որ եթե ենթադրենք, որ 0 չէ, այլ ասենք չունենալ փոքր թիվ է, ենթադրենք, ասենք թե c է հավանականությունը, այստեղ տեսեք անվերջ շատ կետեր կան, բոլորի հավանականությունը նույնն է, այսինքն սրանն էլ է c, սրանն էլ է c, սրանն էլ է c, սրանն էլ է c, ստացվում է այդտեղ ոնց որ իրար կողքը տրիլիոն հատ c եմ գրել, բայց ոնց որ այդ կստացվի ընդհանուր գումարը անվերջ։ Այդտենց բան նույնպես մենք չենք ուզում լինի, ասել ենք որ հավանականությունը 0-ից 1-ի արանքում է, հետաբար ուզած այս c-երը իրանք բոլորը 0-ներ են։
Այս մասը մի քիչ էլի բարդ է իրան ընդունելը, բայց ոնց որ մի քիչ ոնց որ հստակեցնում է սահմանները ու ոնց որ հասկանալի է դառնում։ Հավանականությունը յուրաքանչյուրի 0 է, բայց այդ չի նշանակում, որ անհնարին է։ Հա, այստեղ էլ ինչ որ տենց լավ տեսանյութ կա, կարաք նայեք։ 0-ն էլ չի նշանակում, որ անհավանական է։ Չի նշանակում, որ անհնար է։ Անհավանական է, բայց ոչ անհնարին։ Այսինքն հնարավոր է, բայց դժվար թե տենց լինի, էլի։ Շատ լավ։ Միշտ երբ որ ուրեմն օմեգան ինչ-որ մի միջակայք հա կամ միջակայք միավորած ինչ որ ուրիշ բազմություն ու բոլոր կետերը նույն հավանականություն ունեն, այդ դեպքում ելքը յուրաքանչյուր ելքի հավանականություն 0 է։ Հարցեր ժողովուրդ։ Ես մի հատ sense հարց տամ, իսկ ինչքան է հավանականությունը 0-ից 60 միջակայքում, որ ավտոբուսը ռացիոնալ թիվ հանդիսացող րոպե կգա։ Այդ շատ լավ հարց է։ Իրականում կարելի է որ ոնց որ տենց տնայինի հարց թողել, բայց պատասխանը իրականում էլի 0 է։ Այդ չգիտեմ դասագրքի մեջ կա այդ մասին թե չէ, բայց կարանք ինչ որ հավելյալ նյութ տնենք կամ այդ միգուցե գործնականին այդ մասին խոսա։ Հավանականություն որ ինչ որ մի ռացիոնալ պահի կգա այդ ավտոբուսը, այստեղ նուրբ ու շատ հետաքրքիր ոնց որ բան է գնում էլի 0.60 բազմության մեջ ռացիոնալ թվերը ոնց որ ռացիոնալ թվեր ժողովուրդ է, դրանք բոլոր այն թվերն են, որ կարելի է գրել կոտորակով։ Օրինակ պի թիվը ռացիոնալ չի, էլի չենք խոհանում ինչի մեզ այդ ընդհանրապես տենց դուրս է եմելի այդ բանի միջից, հա ուսումնասիրած բաների միջից, բայց բոլոր այս տեսակի թվերի բազմությունը որ վերցնեք ինքը ռացիոնալ թվեր է կոչվում։ Տեսեք, դաժե հավանականությունը որ ավտոբուսը կգա ռացիոնալ թվով րոպե հետո, դրա հավանականությունը նույնպես 0 է։ Պատճառն է, որ այդ ռացիոնալ թվերը, իրանք այստեղ որ գրվում է, իրանք քանակապես ավելի քիչ են, իրանք իրենց այսպես ասած հզորությունով, անգլերեն cardinality, այդ cardinalությունով, հզորությունով իրանք զիջում են մեր այս միջակայքի մեջ գտնվող թվերի հզորությանը ու ոնց որ դու կարաս ասես, որ 100% հավանականությամբ ավտոբուսը գալու է ինչ որ իրացիոնալ քանակությամբ րոպեներ հետո։ Ստեղ ասեմ, էլի։ Ստեղ կարանք ասենք, որ ոնց որ հավանականությունը, որ ռացիոնալ թիվ հետո կգա, անվերջ է, բայց այն մնացածը ավելի մեծ կարգի անվերջ են, հետեւաբար ոնց որ փոքր կարգի անվերջը մեծ կարգի անվերջի բաժանելուց էլի 0 է։ Շատ լավ, եթե այդ ձեր ասածի մեջ քանակ բառը մտցնենք, կամ ասենք այդ հզորությունի բառը մտցնենք, հենց այդ ձեր ասածը։ Այսինքն ռացիոնալ թվերի հզորությունը քանակը անվերջ է, հա, անվերջաթիվ կա ժողովուրդ, բայց որ նայես 0-ից 60-ի մեջ ինչքան թիվ կա, 0-ից 60 թվերը էլ ավելի մեծ անվերջ է։ Այդ է շատ այնց հետաքրքիր տեսությունն է, ոնց որ հաստատ խորհուրդ կտամ, եթե այս ամեն ինչը ոնց որ հասկանում ենք, գնալ այդ մասին էլ կարդալ կամ չէ վիդեո նայել կամ կարամ կարդացնեք միանգամից շուտ այնց link տամ մեջը նայեք էտի։ Ցավոք չենք շոշափի իրան, բայց այո, ոնց որ ինչ որ թվեր, ինչ որ բազմություններ անվերջ են, ինչ որ բազմություններ են անվերջ, բայց կարա մի բազմության միջի այդ անվերջ քանակությունը էլ ավելի մեծ լինի, քան մյուս բազմությանը։ Մեր այս միջակայքերը այդ մեր ոնց որ իրական թվերի բազմության մեջ ցենց ասեմ, ինչ բազմություն էլ դու ասես, ենթաբազմություն էլ ասես, ամենամեծ հզորությունը, ամենամեծ քանակությամբ էլեմենտները ունեն միջակայքերը։ Այդ միջակայքերը ոնց որ շատ մեծ են, հետեւաբար իրանց մեջ ռացիոնալներ եւ այլն գնում կորում են։ Ոնց որ կաթիլ օվկիանոսի մեջ այտենց էլ իրանք այստեղ կորում են ու հավանականությունը 0 է լինում։ Շատ լավ, բայց ոնց որ ժողովուրդ, իրականում խնդրեմ ինչ հարցեր որ ունեք տակ, որովհետև տենց հեչել հեշտ բաներ չենք խոսում, էլի, այսինքն այս էլ կարևոր պահ է։ Ոնց որ խնդրեմ ինչ հարցեր ունենք, համեցեք։ Լավ, օքեյ։ Եթե հարցեր չկան, ուրեմն մի բանի մասներ խոսանք։ Էլի, տենց թեթևակի կասեմ իր մասին, եթե հարցեր ունեք, ոնց որ շատ լավ է, բայց կտեսնեք, որ դասագրքի մեջ որ տենց գրած է, պատահույթները դրանք այն ուրեմն օմեգայի փաստորեն ենթաբազմություններ են, հա, այսինքն օմեգայի մեջ այդ մեր զառի բոլոր ելքերն են գրած։ Ես որոշ ելքեր իրար հետ վերցնում եմ, գնում եմ ինչ որ մի բազմության մեջ, օրինակ հավասարանշան պետք չի, օրինակ ասում եմ 1, 2, 3 ու էսի լինում է ինչ որ մի հատ ենթաբազմություն, սրան անվանում են պատահույթ։ Էսի մեր իվենթն է լինում։ Ու այս տեսակի էլի ինչ որ բանություն եմ գրում, էլի պատահույթներ են լինում։ Տեսեք ժողովուրդ, պատահույթ ասելով մենք ոնց որ պատահույթ ենք անվանում միայն այն բազմությունների, որոնց հավանականությունը հնարավոր է ինչ որ իմաստով չափել։
այսինքն հաշվել դրա հավանականությունը։ Այսինքն դա կախված է խնդրից։ Ինչ որ խնդրի մեջ էս 1 2 3-ը կարա լինի պատահույթ, մի ուրիշ խնդրի մեջ չլինի պատահույթ։ Օրինակ, եթե ես ասենք բան եմ անում, այդ զառի մասին ամեն ինչ գիտեմ, որ 6 հատ ելք կա, 6 հատ ելքի հավանականությունը 1/6 է, ես կարամ հաշվեմ 1 2 3-ը, ու ինքը իրոք կլինի պատահույթ։ Այն պայմանով, որ ես գիտեմ այդ ելքի հետ յուրաքանչյուրի հավանականությունը ինչքան է։ Բայց եթե ես գնամ ինչ-որ մի շուկայից, ինչ-որ մի հատ տենց կասկածելի ծագման զառ առնեմ, որ այդ զառը ինձ ասեն, գիտես, ինքը իսկական զառ չի, հա, կարա, չէ՞, տենց իրավիճակ լինի, պատկերացրեք մի հատ ուրիշ իրավիճակ, առնում ես ինչ-որ մի հատ զառ խանութից կամ ինչ-որ մի տենց ինչ-որ մեկից, ասում ես իսկական զառ չի։ Ասում ես, լավ, բա ինչքան է հավանականությունը, որ ինքը 1 է անգնում, ինչքան հավանականությունը 2 է անգնում, հա, իսկական չի, բայց ասա այդ թվերը, ասում է, չեմ ասի, հա, չի ասում այս ինֆորմացիան, ասում է, բայց ես քեզ կարող ասեմ, որ հավանականությունը, որ կլինի, ասենք 3-ից փոքր թիվ, 1 2, սրա հավանականությունը 50% է, հավանականությունը, որ կլինի, ասենք 3 4 5 կամ 6, սրա բազմության նշաններով եկեք գրեմ, սրա հավանականությունն է 50%, հա։ Կարա ասենք ինչ-որ ինֆորմացիա ասի, դու ուզում ես արզառը, չես ուզում մի արզառը, բայց ուզում ասեմ որոշ իրավիճակներում դու հնարավոր է առանձին այս ելքերի մասին ինֆորմացիա չունենաս։ Օրինակ, եթե իսկական զառ չի, կեղծ զառը։ Եվ այդ դեպքում դու հենվում ես այն ինֆորմացիայի վրա, որը դու ունես։ Այսինքն դու ուստեղ ունենում ես 1 2 այս պատահույթի մասին ինֆորմացիա եւ ունենում ես իր լրացման մասին ինֆորմացիա, այսինքն 3 4 5 6 այս երկու բաների մասին էս ինֆորմացիա ունենում։ Ուրեմն այս իրավիճակում հարցնել ինչքան է հավանական, որ կընկնի, ասենք թե 1 կամ 3, այս հարցի պատասխանը ոչ մեկ մեզ չի կարող տա։ Այսինքն այս խնդրում, երբ որ քո ինֆորմացիան բավարար չի, դու որոշ բազմությունների հավանականությունը հաշվել չես կարող։ Չես կարող հաշվել, ինչքան հավանական որ 1 է, կամ որ 1 է կամ 3։ Այդ ոնց որ գալի ընկնում է այս երկու դեպքում, ոնց որ կիսով չափ ընկնում է սրա մեջ, կիսով չափ սրա մեջ, բայց հենց կոնկրետ այս 1 կամ 3-ի հավանականությունը անհնար է հաշվել։ Ինչպես նաև անհնար է այս ինֆորմացիայի ման վրա հաշվել 3 ընկնելու հավանականությունը։ Այս դեպքերում ժողովուրդ մենք ասում ենք դե ինչ արած, ուրեմն մենք երբեք չենք կարող հարցնենք հավանականությունը 3-ի, հավանականությունը 1 3-ի կամ հավանականությունը ինչ որ չգիտեմ 2 կամ 6 ընկնելու եւ իրանց չենք համարի պատահույթներ։ Այսինքն պատահույթ կհամարենք միայն այն նրանց, միայն այս սրանց, որոնց մասին որ մենք ինֆորմացիա ունենք, կամ քիչ թե շատ ինֆորմացիա ունենք եւ որոնց հավանականությունը կարելի է հաշվել։ Այս տենց ոնց որ մաթեմատիկոսների մտած բանն է, ուրեմն տենց ասեմ, սահմանումն է, հա, նրբություններն է, առօրյա կյանքում երբ որ ինչ-որ հավանականությունից խնդիր եք լուծելու, դեպքերի 99%-ում ձեզ էսի պետք չի գալու, հա, այսինքն էլի, sense բան չենք ասելու, բայց շատ լավ կլինի, որ մենք իր մասին ոնց որ խոսանք հասկանանք։ Ուզում ասեմ չվախենաք, որովհետև տենց չի, որ ամեն անգամ ձեզ տենց գալու է հարցնի, իսկ ո՞րն է հավանական, ո՞րն է պատահույթը, որը չէ, բայց մի անգամ գոնե հասկանալ պետք է, եւ հետո եթե ուզենաք իր մասին ոնց որ խորացնել ձեր գիտելիքները, այդ ոնց որ շատ կլինի։ Այսինքն որոշ իրավիճակներում մենք ոչ բոլոր բազմությունները կանվանենք պատահույթներ։ Այն բանը, այն բազմությունը, որի մասին դու ինձ ոչ մի ինֆորմացիա չես կարող տաս, ես իրանով ոչ էլ հետաքրքրված եմ ու իրան ոչ էլ համարում եմ պատահույթ։ Այ այդ գաղափարը եկեք մտցնենք։ Եթե իմանամ առանձին ամեն մի ելքի հավանականությունը, ընտիր է։ Այդ նշանակում է բոլոր հնարավոր բազմությունների հավանականությունը կարամ հաշվել։ Իսկ եթե գնամ ինչ-որ մտածենք, ինչ-որ տարօրինակ զառ առնեմ, կիսատ լինի ինֆորմացիան, այդ դեպքում չեմ կարող։ Այդ խոսքով ասածս որն է, որ որոշ բազմություններ, որոշ խնդիրներում կարան պատահույթներ լինեն, ուրիշ խնդիրներում պատահույթներ չլինեն։ Այդ պատահույթ բառը զուտ նշանակում է ահա մի բազմություն, որի հավանականությունը կարելի է հաշվել մեր ունեցած ինֆորմացիայի հիման վրա։ Շատ абստրակտ է հələ որ կարող ինչ-որ մի ուրիշ օրինակ նայենք, ասենք պատկերացրեք օմեգան աշխարհի բոլոր մարդկանց բազմությունն է։ Հա մեջ 8 միլիարդ հատ sense կետ կա, եւ ես ոնց որ չունեմ ինֆորմացիա, թե ասենք ինչ լեզու գիտի Պողոսը, այդ մարդկանցից մի որևէ մեկը կամ մի ուրիշ մարդը։ Այսինքն առանց վերցած ոչ մի մարդու մասին մենք ինֆորմացիա չունենք, որ ինչ-որ մի հատ մարդու նկար բերեք ցույց տա կամ այդ մարդուն ցույց տա, չեմ կարող ասեմ, չէ՞, ինքը ինչքան է հավանական, որ այս լեզվով է խոսում, այն լեզվով է խոսում եւ այլն եւ այլն։ Բայց կանք sense բան ասենք ինչ ասած մոտավորապես թիվ է գրած, էլի, հեվիթե ավելի, եթե սխալ թիվ է գրած մի քիչ, 1.5% չի։ Ասում եմ ենթադրենք պատկերացնենք ինչ որ
պատահական մարդ, եթե դու վերցնես, նրա հայերեն խոսալու, հայերեն իմանալու հավանականությունը, ասենք թե 1.5% է։ Եթե ընդամենը այս ինֆորմացիան ունեմ, ժողովուրդ, ես կարող եմ ասեմ երկու բան։ Կարող եմ ասեմ ուրեմն հավանականությունը, որ պատահական վերցրած մարդը կխոսա հայերեն 1.5% է, կամ 0.05 է, ու կարող եմ ասեմ հավանականությունը, որ պատահական վերցրած մարդը հայերեն չի խոսա, այդ դրա հավանականությունը 1-ից հանած, ցետարը գրեցի, 1-ից հանած այսքանը։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Չեմ կարող ասեմ ինչքան է հավանականությունը, որ պատահական վերցրած մարդը, ասենք թե կխոսա, ասենք թե Գյումրի բարբառով կամ Ասկերանի բարբառով, կամ, չգիտեմ, հայերեն չի խոսա, բայց ասենք կարողանա հեծանիվ քշել։ Ինչ որ հարցեր կան, որ ոնց որ այդ հարցերը ինձ հետաքրքիր չեն, կամ ես այդ հարցերը չեմ կարող ասեմ, կամ չեմ կարող ասեմ պատահական վերցրած մարդը ինչքան է հավանական, որ կլինեմ ես, օրինակ, հա, կամ կլինի մեր այս բանի դաստացի մասնակիցներից ինչ որ մեկը։ Ամեն մի խնդրում դու կարող ես հիմնվես մենակ այն ինֆորմացիայի վրա, որը դու ունես, տվյալ դեպքում այս երկու ինֆորմացիաները ունես, այս երկու բազմությունները կլինեն քո պատահույթները, ու վերջ, էլ ուրիշ ոնց որ պատահույթ չի լինի այն բանը, որ դու վերցնես ու հարցնես, իսկ ինչքան է հավանական, որ այ հայերեն չի խոսա, բայց ռուսերեն կխոսա։ Քանի դեռ դու չգնաս ինչ որ մի ուրիշ դատասեթի միջից մի ինչ որ տենց ինֆորմացիա տեղես, բերես, դնես ըստեղ, այդ արդեն ուրիշ խնդիր կստացվի, էլի իրականում։ Դու այս թվի մասին ոչ մի բան չես կարող ասես։ Հետևաբար հավանականությունը, որ պատահական վերցած մարդը կպատկանի ռուսերեն խոսող այս մարդկանց բազմությանն, ասենք R1, R2, R3 եւ այլն, որ կարող շատ абստրակտ բան եմ ասում, խնդրեմ որ ընդհատել, հարցը տալ, կարող եք նորից ցանկացած բան որ ասում եմ նորից ասեմ, բայց ասած այնա, որ այս տեսակի բազմության հավանականությունը չես կարող հաշվես։ Այսինքն պատահույթ են անվանում այն բազմությունները, որոնց հավանականությունները կարելի է ինչ-որ մի ձև հաշվել։ Եվ որոնք որ մեզ ուրեմն հետաքրքրում են, որոնց մասին ինչ-որ ինֆորմացիա ունենք, որ կարելի է իրենց հաշվել։ Դե այս դեպքում այս երկու բազմություններն են։ Մեկը ժողովուրդ երկու բազմություն է կա, որ իրենց հավանականությունը միշտ կարող հաշվեք։ Մեկը դատակ բազմությունն է։ Հա, այս մեր դատակ բազմությունն է, եթե հիշում եք, ինքը ուղղակի այն բազմությունն է, որ մեր ոչ մի էլեմենտ չկա, այսինքն ինչքան հավանական, որ պատահական վերցած մարդը ոչ մի բան, չգիտեմ, ոչ հայերեն խոսա, ոչ հայերեն չի խոսա, դրա հավանականությունը միշտ 0 է, ցանկացած խնդրում։ Եվ մեկը կարող հաշվեք հավանականությունը, որ պատահական վերցած մարդը կամ հայերեն խոսա, կամ հայերեն չի խոսա։ Ոնց որ ինչ որ բազմությունը միավորած իր լրացման հետ, հա, այսինքն կամ կլինի, կամ չի լինի, կամ անձրև գա, կամ անձրև չի գա, սրա հավանականությունը միշտ 1 է։ Եվ միավորում է այդ ստացումը բոլոր ելքերի գոնե մի ելքի տեղ ունենալու հավանականությունը 1 է։ Էլի, այս ամեն ինչը ինքը տենց ֆորմալ բաներ են, գործնականում եթե երբեք այս բաների հետ չեք աշխատելու, բայց ուղղակի նշենք։ Թեկուզ sense ինչ որ հպանցիկ, որ միշտ այս երկու բաների հավանականությունը գիտես, դատարկի հավանականությունը, ամբողջի հավանականությունը, ու կախված խնդրից ինչ որ բան պատահույթ է, ինչ որ բան չէ։ Ստեղ մի ուրիշ օրինակ էլ կա, հա, ասենք նարդի ես խաղում եւ այլն, ու ասենք քեզ ընդհանրապես հետաքրքիր է զառը 2 կընկնի, թե 2 չի ընկնի։ Այդ դեպքում դու լրիվ իրավունք ունես ասես, որ պատահույթներն են 2 ընկնելը ու 2 չընկնելը ու ուրիշ ոչ մի բան, ասես ինձ ընդհանրապես չի հետաքրքրում հավանականությունը, որ կընկնի 1 կամ 4։ Ինձ հետաքրքրում է զույգ հա, թե զույգ չի։ Բայց չի հետաքրքրում, ասենք հավանականությունը պարզ թիվ է, թե պարզ թիվ չի, թե 5-ից մեծ է, թե 5-ից փոքր է։ Այդ ոնց որ մի գործաներ էլի գալի ավելանում։ Եթե ինչ բան ասում ես պատահույթ է, այդ իրավունք ունես ասելու, եթե ինքը քեզ հետաքրքրում է եւ եթե դու դրա մասին ինֆորմացիա ունես, եւ եթե դու իրան կարաս հաշվես իր հավանականությունը։ Շատ լավ։ Սրանից հետո ոնց որ մեր մեջ ասեմ, միշտ տենց համարյա միշտ խնդրին նայելու եք բարձր դառնալու ինչն է պատահույթ, ինչը չէ, ու հիմնական դեպքերում այդ լինելու է ուղղակի բոլոր հնարավոր բազմությունները պատահույթներ են։ Ու տենց ինչ որ մի իրավիճակ մնացածը արդեն ոնց որ տեսնեք էլի ընթացքում, ուզում ասեմ, այս տենց ինչ որ տեսական բնույթի նուրբ հարցը ամեն դեպքում շատ չի հանդիպելու խնդրի լուծելուց։ Հարցեր։ Okay, վերջացնենք այս պատահույթների այս կտորը ու դասամիջոցանը։ Ոնց որ ասացինք, եթե երկու պատահույթներ չեն հատվում, այսինքն միաժամանակ տեղի ունենալ չեն կարող, ապա իրանց անվանում ենք չհատվող, անգլերեն disjoint, կամ mutually exclusive, այսինքն փոխբացառող, փոխադարձ բացառող։ Դե օրինակ, զառը նետում ես,
չի կարա միաժամանակ համ 1-4 բազմության էլեմենտներից որևէ մեկը լինի, համ 2-5 բազմության էլեմենտներից որևէ մեկը, այսինքն այս a-ն ու b-ն չհատվող են, բայց a-ն ու c-ն չհատվող չեն։ Կարա նենց լինի, որ համ a-ից լինի, համ c-ից։ Այդ ոնց որ կլինի այն դեպքում, եթե 4-ը։ Ու տենց, կամ ասենք ավտոբուսի է սպասում, այս վերջի օրինակը ինքը հետարքիր բանա, 0-ից 60-ը կարանք սենց գծենք, չէ՞։ Իմաստ չունի ուրեմն հարցնել ինչքան անական որ ավտոբուսը կգա ուղիղ 20 րոպե հետո։ Ու ոչ էլ իրական կյանքում դա հետարկում է մարդկանց, էլի, ասենք որ ոչ թե ուղիղ 20 րոպե հետո գալ 20.1 րոպե հետո, դա խնդիր չի։ Կամ 20 րոպե 2 վայրկյան ուշացումով, դա էլ է նորմալ, էլի։ Այսինքն սովորաբար մարդիկ ասում են ինչ որ միջակայքեր են խոսում, ասում են ինչքան անական որ կգա այս առաջի 20 րոպեի մեջ։ Որ 0-ից 20 միջակայք է, այսպես կարակ նշեք։ Սա պատահույթ է։ Այսինքն կամ հարցնեմ ինչքան անական որ կգա առաջի 20 րոպեի մեջ, եթե ինչ որ ինֆորմացիա ունեմ կարամ հաշվեմ, ապա խնդիր չկա։ Հստակ կարամ վերցնեմ b-ն հավասար է 30-ից 40, հա, այսինքն վերցնեմ 30-ը ստեղ, 40-ը ստեղ, այսինքն կլինի մեր b-ն, ինքը նույնպես պատահույթ է։ Ինչքան անական որ ավտոբուսի գալու պահը ընկած է 30-րդ ու 40-րդ րոպեների արանքում։ Ու տենց։ Այդտեղ c-նա, c-ն կարակ դուք արդեն նկարեք, ով է մոտավորապես ինչ որ sense 10-ից 40, հա, էս է լինելու, որը տեսնում եք որ a-ի հետ հատում ունի, b-ի հետ էլ հատում ունի, այդտենց։ Հարցեր։ Որ խնդրում տենց որ ակտիվ հարցեր տա։ Դե բնականաբար մեր գլխավոր հարցը է դա, ոնց ենք հաշվում հավանականությունները։ Միանգամից ասեմ ինչ որ տենց կախարդական բանաձև չկա, որ այդ բանաձևով ամեն ինչի հավանականություն կարաս հաշվես։ Քիչ կա տենց բանաձև, որովհետև ամեն խնդիր, ամեն մի իրավիճակ ինքը իր տենց առանձին մի մոտեցում է պահանջում։ Այսինքն բացառում է, ինչ որ մի բանաձև ասեմ, այդ բանաձևով կարողանամ ամեն ինչ հաշվեմ։ Այլ մենք բաժանում ենք ինչ որ տարբեր դեպքերի։ Օրինակ դեպքերից մեկը այդ այնա, երբ որ բոլոր ելքերը ունեն ուրեմն նույն հավանականություն, այսինքն ոչ մի ելքը մյուսից ավել չի։ Օրինակ զառի դեպքը, չէ, 6 տարբերակ էր ու դու գցում ես զառը, ամեն մեկի դուրս գալու հավանականությունը գիտես որ 1/6 է։ Ուզում ես ունենալ զառը 600 հատ նիստ, ամեն մի նիստինը կլիներ 1/600, եթե ամեն մի երկու ելքեր իրար հետ նույն հավանականություն են, այդ դեպքում հեշտ է հաշվել։ Բայց եթե ինչ որ տենց կեղծած զառ լիներ, ինչ ասես կարա լինի ու այդ դեպքում արդեն լրիվ ուրիշ արժեքներ կլիներ ամեն մի ելքի հավանականությունը։ Կամ ավտոբուսը, հա, մի ավտոբուսը ինչ որ շուտ է գալի գնում, մյուս ավտոբուսը ավելի ուշ է գալի գնում։ Ընդհանուր բանաձև չկա, որ ասեի, որ այս ինչ հավանականությամբ 20 րոպե հետ 20-ից մինչև 30 րոպե հետո գալու հավանականությունը այս ինչ թիվն է։ Սենց որ մենք պետք է ոնց որ ամեն անգամ ֆիքսենք ինչ դժվարություններ կան մեր համար եւ ինչ ձևեր կան դրանք շրջանցելու, էլի, այսինքն դու ֆիզիկապես ուզում ես որ խնդիր լուծես, եթե բոլոր ելքերը նույն հավանականություն ունեն, այդ դեպքում կարաս լուծես։ Եթե նույնը չունեն, ապա արդեն պետք է ինչ-որ ավելի ուրիշ դեպքերի բաժանես եւ հեսա կտենանք թե ոնց, ինչ որ կանոններ դուրս բերենք, այդ կանոնների միջոցով հնարավորինս փորձենք ոնց որ մեր ուզած հարցին մոտ ինչ որ հարցերի պատասխանենք։ Այդ մի խոսքով կտեսնենք, հիմա շատ այնց օդի մեջ բաներ չասեմ։ Ուրեմն այն դեպքում, երբ որ բոլոր ելքերը նույն հավանականություն ունեն, այս տեսակիները կոչվում են հավասարահավանական երևույթներ կամ փորձեր, equiprobable, հա, ասում են հավասարահավանական կամ հավասարահնարավոր, բայց հավասարահավանական ավելի լավ անջու։ Ուրեմն եթե ինչ որ մի խնդրի մեջ կարդակ, որ այ հնարավոր են այս ելքերը բոլոր նույն հավանականությունով կամ ինչ որ մի փորձ են կատարում եւ այդ փորձը հավասարահավանական է, նկատի ունենք, որ բոլոր ելքերը նույն հավանականություն ունեն, այսինքն եթե դու ունես ընդհանուր առմամբ հավասարահավանական դեպքում ունես n հատ ելք, ապա յուրաքանչյուրի հավանականությունը իմա 1 է ներով։ Յուրաքանչյուրին է։ Ու օրինակ է զառի դեպքում։ Ու եթե դու վերցնես ինչ որ մի պատահույթ, ասես ինչքան է հավանական որ կլինի, ասենք թե առաջին ելքը կամ է երրորդ ելքը, այս հավանականությունը ինչ կլինի, ժողովուրդ, ինչքան կլինի, եթե ամեն մեկինը 1 է ներորդ է։ 2 է ներորդ։ Շատ ճիշտ է։ Եթե ցած ինչ որ էսի ես գրում, կարաս բես առանձին սրա հավանականություն գումար սրա հավանականություն։ Այսինքն 2 n-երով։ Հավասարահավանական դեպքը այդ ամենահավես, ամենալավ դեպքն է, ճիշտ է, այստեղ էլ բարդություններ կարան լինեն, որոնք տնայինի մեջ կհանդիպեք լիքը, բայց եթե գիտես որ սա ելքերը նույն հավանականություն ունեն, այդ ոնց որ ամենալավ դեպքն է։ Ոնց որ
հաստատուն ֆունկցիաներ օրինակ են շատ լավ ֆունկցիաներ են, էլի կարողս իրենց ածանցես, կարողս ինչ ուզես անես ու հեշտ է, բայց ասենք եթե լինի ինչ որ սինուս x աստիճան, դա մի քիչ բարդ է դրա հետ աշխատել։ Նույնիսկ հավասարահավանական դեպքերում հեշտ է հաշվել օրինակ հավանականությունը, տեսեք 3 հատ կետից է բաղկացած, ամեն մի կետի հավանականությունը 1/6 է, ու գրեմ 3/6։ Այսինքն հավասարահավանական դեպքում յուրաքանչյուր a պատահույթի հավանականությունը հաշվելու համար ուզում նայում ես իր մեջ քանի հատ էլեմենտ կա, բաժանած ընդհանուր էլեմենտների քանակի վրա։ Օրինակ եթե գնում ես ինչ որ միտեղ sense, չգիտեմ, տենց որ լավ խնդիր կա, հա, չեմ մանրամասն ինչ ասում, բայց ասենք տենում ես 100 հատ դուռ է դրած, այդ 100 հատ դռներից որևէ մեկի հետևում գիտես որ դու պատական մի դուռ պետքա բացես։ Եթե գիտես որ 100 հատ դուռ կա եւ այդ 100 հատ դռներից ենթադրենք 5 հատի հետևում ասենք թե մեքենա է դրած, բացում ես մեքենան շահում ես, ընդհանրապես քո շահելու հավանականությունը 5-ը 100-ի։ Այսինքն այդ ցանկալի ելքերի թիվը, այս a բազմության տարերի քանակը, ասենց կարող նշանակեն։ Բաժանած բոլոր ելքերի վրա։ Բայց իհարկե ոնց որ կարող նաև նույնիսկ լինի, որ մի ելքը ավելի մի դուռ բացելու, ոնց որ այս դռները ասենց նույն հավանականությունն են բացելը, ոչ հավասարահավանական դեպքի համար արդեն ամեն ինչ ավելի բարդ է դառնում։ Հարցեր։ Դա դե դեպքում ես հարց տամ 36 չէ, ներողություն, 2 հատ զար ենք գցում, 2 հատ իսկական զար, fair dice, եւ դե ոնց որ 36 հատ հնարավոր տարբերակա ինչ կարող անկնի։ Այսպես x y թվազույգերով նայենք, հա, ասենք առաջին զարը 0, երկրորդը 0, կամ առաջինը 1, երկրորդը 0, առաջինը 3, երկրորդը 5 եւ այլն, 36 հատ տարբերակ, 6 անգամ 6։ Յուրաքանչյուրի տեղ ունենալու հավանականությունը, դա արդեն ասի 1/36-րդ է լինի։ Այսինքն ամեն մի ելքինը 1/36-րդ։ Միշտ երբ որ զառերի հետ աշխատենք, գրած անելու իսկական զառը ու ինքը լինելու հավասարահավանական դեպք։ Շատ լավ։ Բայց օրինակ, եթե գնաք զառի փոխարեն ինչ որ իրական կյանքում մի իրավիճակ փորձեք բանանել, օրինակ գնում եք, վերցնում եք պատահական մարդու, ստուգում եք ձախլիկա թե աչլիկ։ Դե երկու հնարավոր ելք կա, չէ՞, այսինքն պատահական վերցրել եմ մարդուն, էլի հնարավոր ելքերը երկուսն են, կամ ձախլիկա լինում, կամ աչլիկ, եկեք ասենց գրենք left-ի, right-ի։ Երկու ելք կա, բայց այս դեպքում հավանականությունը արդյոք 1/2 է։ Պատասխան ոչ։ Հա, այսինքն ընդհանուր մարդկանց 10%-ն է, որ ձախլիկա, 90%-ը աչլիկ է, հետաբար այս դեպքում հավանականությունը լինում է 1/10 եւ 9/10, այլ ոչ թե 1/2, 1/2։ Այսինքն կախված է լրիվ ձեր իրավիճակից։ Եթե կոպեկ ես գցում 50-50 է, բայց եթե ձախլիկ աչլիկ ես նայում, պետք է նայես քո իմացած տվյալներին, տվյալները ասում են 10%, 90%։ Ուրեմն ամեն հնարավոր է նաև դեպքեր, երբ որ not equiprobable, այսինքն ոչ հավասարահավանական է, ու այդ մեջ ուրեմն առանձին սրա հավանականություն 1/10-ը նրան 9/10։ Մի խոսքով ժողովուրդ, այս գաղափարը ոնց որ թե հասկացանք, կարողանես լինի հավասարահավանական չլինեն, այդ դեպքում արդեն մենք մի քանի հիմա բանաձևեր կանցնենք, որ բանաձևերը մեզ ոնց որ, բանաձևեր չասեմ, ինչ որ իրավիճակներ կանցնենք, երբ որ օգնելու են մեզ ավելի հեշտությամբ հաշվել ինչ-ինչ հավանականություններ։ Շատ լավ։ Հարցեր։ Okay, եկեք 3 բանել, ուրեմն պնդումներ էլ ֆիքսենք։ Այս մեր P-ն, ասում ենք P, այդ հավանականությունը իրան անվանում են հավանականային չափ, probability measure, կարևոր չի, ոնց որ ինչ են տենց անվանում, ուղղակի ոնց որ կարդակ հավանականային չափ այդ P-ի մասն է խոսքը։ Ըստ էության ժողովուրդ, այս P-ն ոնց որ ֆունկցիա է, էլի, P-ի մեջ տալիս ես քո ելքը, ինքը վերադարձնում է դրա հավանականությունը։ Պատկերացրենք, որ տենց ֆունկցիա է, P-ը մեջը տալիս ես ինչ որ պատահույթ, ինքը ասում է դրա հավանականությունը ինչքան է։ Հիմա մի բանը, որ ասել ենք, այս հավանականությունը միշտ 0-ի 1-ի արանքում անկած, այսինքն ցանկացած պատահույթի համար իր հավանականությունը մեծ հավասար է 0-ից։ Այն ինչ որ ստեղ գրում ենք, դա տեղի ունի բոլոր դեպքերում, հա, այսինքն բոլոր դեպքերում, անկախ նրանից հավասարը հավանական է թե չէ, ցանկացած բանի հավանականություն ոչ բացասական թիվ է, մեծ հավասար է 0-ից։ Ու դե 1-ից է փոքր հավասարը։ Երկրորդ բանը, որ պետք է ասենք, այդ արդեն գիտենք, եթե ունես ինչ որ i հավանականություն, էլի, անկախ նրանից հավասարահավանական դեպքա թե չէ, իր լրացման, իր ժխտման հավանականությունը հավասար է 1-ից հանած իր հավանականություն։ Այսի այդ ոնց որ
սիրուն ու տրամբանական կանոններից մեկն է, այսինքն երկրորդը է տետա լինելու, չէ, լավ, երկրորդը նա նաև որ ամբողջի հավանականությունը 1 է, բայց կարող սրանից իրականում այս ամեն դեպքում դուրս բերեք, էլի, այս սրանից էսի։ Եթե օրինակ դատարկի հավանականությունը գիտեք որ 0 է, ամբողջը դա դատարկի լրացումն է լինում 1։ Այս f-ը մի հատ ասեք ժողովուրդ։ F-ը ինչն էր, ստեղ իմ հարցը է։ Այդ լավ հարց է, բոլոր պատահույթների բազմությունը F-ը այդ մեր event space-ն էր, ասենք ձևով որ գրում ենք, այսինքն բոլոր պատահույթների տարածությունը, պատահույթների բազմությունը, որ ասում է ան պատկանում է F, այդ լավ գրելաձև չի, համաձայն եմ, ասում է ինչ A պատահույթ է որ ստեղ դնես։ Այսինքն F-ը պատահույթների բազմությունն է իր ցանկացած A էլեմենտի համար։ Այսինքն ցանկացած պատահույթի համար։ Այլ է այս ընջել էլի դար։ Շատ լավ։ Ուրիշ հարց։ Ես ասում եմ որ ոնց որ ասում են որ այդ օմեգայի հավանականությունը 1 է ու այդ առաջին երկրորդ կետերից են դուրս բերում որ դատարկինը 0 է, էլի։ Որ թե Կարանք տենց էլ ասենք։ Իրական մի երրորդ պայման էլ կա, որ այդ երրորդ պայմանը հենց ասենք այդ երրորդ պայմանը որ ասենք ըստ էության էդրանից էլ։ Էդրանից օգտվելով եւ նախորդ այն երկու կետերից կարանք դուրս բերենք այդ դատարկի բանը, պայմանը, դատարկի 0 լինելու պայմանը։ Եվ որն է այդ, մեկ էլ նաև ոնց որ ֆիքսում ենք, որ միշտ ինքը կամ էլ կարանք այդ ձերասացը անենք, ֆիքսելով, որ ամբողջի հավանականությունը, լավ, ասենց ասում, հավանականությունը 0-1-ի արանքն հանգած, ու եթե մի բազմություն ուսի ներսն հանգած, այդ սրա հավանականությունից մեծ չի կարա լինի, եկեք եթե գրենք, եթե ունես ինչ-որ մի A բազմություն, որ ընկած է B բազմության մեջ, A պատահույթ ընկած B պատահույթի մեջ, ապա այս A-ի հավանականությունը ոնց որ այս A-ը լինի, այս իրան պարունակող B-ը լինի։ Մեծի, եթե ինչ-որ B-ն մակերեսով ավելի մեծ է, իր հավանականությունը ավելի մեծ կամ հավասար է, քան A-ի հավանականությունը։ Այ ըստ էության այս մի բան էլ պետք է ասենք, շատ լավ։ Եվ երրորդ բանը որն է, տեսեք, եթե ունես մի քանի հատ իրար հետ չհատվող պատահույթներ, մենակ պատկերացրեք այս մեր օմեգան, այսինքն բոլոր հնարավոր այդ զառի ենթադրենք ելքերի բազմությունը, ու դու ստեղ ունես ինչ-որ մի քանի հետևյալ ենթաբազմություններ, օրինակ ունես ստեղ 3-ից փոքր թվերի ենթաբազմությունը անունը դնենք A1, եւ այստեղ կողքը ունես, ասենք թե 5-ից մեծ թվերի ենթաբազմություն անունը դնենք A2, ասած ասենա, որ A1-ն ու A2-ը չեն հատվում։ Եթե այս երկու բաները չեն հատվում, ժողովուրդ, իրանց միասնական մակերեսը, հա, այտենց ասենք, կամ իրանց միավորման հավանականությունը, ոնց որ կնկատեք, այս երբ որ գրաֆիկորեն նկարում ես, շատ հաճախ այդ մակերես ու հավանականությունը ոնց որ նույն բանն է ցույց տան, էլի, ինչ որ իմաստով։ Առանձնապես գործողություններ անելու իմաստով, էլի։ Այս դեպքում ժողովուրդ, եթե երկու բան չեն հատվում, իրանց միավորման հավանականությունը հավասար է լինում առանձին հավանականությունների գումարի։ Հա, ոնց որ ինչքան հավանական որ կամ ըստեղից կլինի կամ ըստեղից կլինի, հավասար է առանձին սրա հավանականություն գումար սրա հավանականություն։ Նույնպես եթե լիներ ստե մատե A3, նույնպես եթե մատե ստեղ լիներ ինչ որ A4, էլի, տեսեք ցանկացած քանակության պայերի միավորման հավանականությունը հավասար է առանձին հավանականությունների գումարի։ Հիմա բայց կարող հարցնեք, ասեք, իսկ ինչ ես ուզում, որ իրանք լինեն չհատվող, ինչ վատ բան կլինի, եթե երկու A-եր իրար հետ հատվեն, պատկերացրեք ինչ-որ ստեղ մի հատ ուրիշ sense A լինի, անունը դնենք A5, ու ինքը sense հատվի, որոշակի հատում ունենա այս մեր A1-ի հետ։ Այդ դեպքում ժողովուրդ, պարզվում է, որ այս եթե միավորես ու եկեք լավ, sense ինչ-որ մի իրավիճակի վրա էտի ստուգենք, պատկերացրեք իմ պնդումը որն է, որ եթե սրանք հատվող չլինեն իրար հետ, եթե հատվող լինեն իրար հետ, disjoint-ի պայմանը հանեմ, ապա այսի փոքր կամ հավասար կլինի, այսինքն կարող է նաև փոքր լինի, եթե եմ ուզում ասեմ, քան այն աչի վրի գրվածը։ Եվ այդ ոնց որ ինչի է այտենց, պատկերացրեք, ասում եմ 1-ից մինչև 6 թվերն է, ու ոնց որ այով նշանակենք n պատահույթը, որ զառի վրայի թիվը կլինի զույգ, այսինքն էլի թողնի 2, 4, 6,
B-ով նշանակենք այն պատահույթը, որ զառի վրայի թիվը կլինի, ասենք թե 3-ից փոքր, հա? 3-ից փոքր թող լինի, կամ հա լավ sense, B-ը թող լինի էսի 1 2, ոնց որ տեսնում եք, այստեղ հատում ունեն, էլի, այս երկուսը համստեղ է, համստեղ։ Երկու թիվը վերևում էլ ներքևում էլ կա։ Եվ հիմա փորձենք հասկանալ ինչքան է հավանականությունը, որ տեղի ունի A միավորած B, արդյոք դա հավասար է հավանականություն A պլյուս հավանականություն B։ Դե ժողովուրդ, ես կարամ ասեմ այ հավանականությունը ինչ է, չէ, 3 հատ տար ունի, ուրեմն 3/6, կարամ ասեմ B-ին ինչքան է, 2 տար ունի, ուրեմն 2/6, եւ ոնց որ այս երկու թվերը եթե գումարում եմ իրար, ինչպես հայտնի է, տալիս է 5/6, այս 20 գումարային տալիս է 5/6։ Հիմա եկեք նայենք միավորման հավանականությունը, այսինքն հավանականություն, որ կամ A-ից է, կամ B-ից, այսինքն կամ 3-ից փոքր է 1-2 բազմության միջից, կամ է զույգ։ Այսինքն ինչքան է հավանականությունը, որ A միավորած B բազմությունից է, կամ A պատահույթը տեղ ունի, կամ B։ Ինչ կասեք։ Դե դրա հավանականությունը 4/6 է։ Ինչու։ Ու սխալ է ստացվում, որովհետև մենք եթե ոնց որ մեր վերցրած երկու բազմությունները ունեն ընդհանուր, այսինքն իրանց հատումը դատարկ չի, ու մենք մի հատ էլ պետք է ոնց որ PA պլյուս PB-ից հանենք PA հատած B-ն։ Այո, հեսա այդ ձեր ասածին էլ հենց կհասնենք, ճիշտ եք, ու ոնց որ ուստի ինչի է լավ միավորման հավանականությունը 4/6, որովհետև միավորումը, տեսեք, 1 2 միավորում ես 2 4 6, այս երկուսը երկու անգամ է կրկնվում, չեղածի հաշիվը, միավորումը տալիս է 1 2 4 6։ 4 հատ տարա հավանականություն տվեց 4/6, որը ավելի փոքր է, քան էս 5/6-ը, որը այն երկու հավանականությունների գումարին էր հավասար։ Ու ինչի՞է էլի այտենց ստացվում, ինչի՞է որ այս գումարը ավելի մեծ է, քան այն մյուսը, որտեղ նայեք ոնց որ B բազմությունը ասի այս 1 2, իսկ A բազմությունը ասում է վերցնենք այս 2-ը, 4-ը ու 6-ը, սա էլ A բազմությունն է, տեսեք իար այդ հատում ունեն 2-ը, այս երկու թիվը իրան հաշվում ենք ոնց որ երկու անգամ, ինքը մի հատ B-ի մեջ եմ հաշվում, երբ որ գումարում եմ PB պլյուս PA, այս 3/6 գումարած 2/6, ինքը համստեղ է հաշվում, այս 2/6-ի մեջ։ Այսինքն այս երկու կետը ինքը երկու անգամ է հաշվում, երբ որ առանձին գումարում ես իրար։ Թեև պետք է ընդամենը մի անգամ հաշվեր, որովհետև 4/6 է պատասխանը։ Այդտեղից էլ հեսա կգանք հենց այդ ձեր ասածին, որ ոնց որ այս կետին երկու անգամ ես հաշվել, հանի այդ երկրորդ հաշվածը, որպեսզի ստացվի ընդամենը մի անգամ ես հաշվում։ Հեսա այդ դրան կգանք, ուղղակի ֆիքսենք այս բանը, որ եթե չհատվող են, խնդիր չկա։ Դրանց կարելի է գրել գումարի միավորման հավանականությունը հավասար է հավանականությունների գումար։ Բայց ուշադրենք լինում, զգուշանում ենք, հա, այս էլ այն մեր մյուս պայմանն է, որը էլի կարելի է դուրս բերել, բայց եթե հավես ունեք, ոնց որ կարող եք դա անել, բայց ֆիքսենք ժողովուրդ, որ ընդհանուր դեպքում երկու բաների կամ մի քանի բաների միավորման հավանականությունը ոչ միշտ է հավասար հավանականությունների գումարին։ Այսինքն այս գումարին ոչ միշտ է հավասար։ Ընդհանուր դեպքում փոքր կամ հավասար է, այսինքն չհատվեն կլինի հավասար, հատվեն կլինի փոքր։ Մոտավորապես այդպես։ Շատ լավ։ Եկեք ուրիշ հատկություններ նայենք, որոնք մեզ օգնելու են խնդիրներ լուծելուց։ Այս առաջինի մասին 3 անգամ խոսացինք, այս երկրորդը իմացանք, որ սենց է։ Դե երրորդը նշեցինք էլի, եթե անկած է B-ի մեջ, հավանականություն փոքր հավասար է B-ի հավանականությունից։ Այս նոր ինչ որ ասացինք դա, եթե իրար, տեսեք, ասում եմ միգուցե չհատվողը լինեն, եթե չեն հատվում, այդ դեպքում այստեղ փոքր է լինում, քան աչքի վրի գրվածը։ Այսինքն ընդհանուր դեպքում, եթե դուք ուզենաք միավորման հավանականությունը գնահատեք առանձին մասերով, օրինակ պատկերացրեք ժողովուրդ, գիտեք, որ հայերեն անունների, ասենք թե 0.1%-ը սկսում է, օրինակ, չգիտեմ, F տառով, իսկ ասենք թե 10%-ը սկսում է A տառով։ Այդ դեպքում ինչքան հավանականություն, որ պատահական վերցրած անունը սկսում է A-ով, չէ, լավ, ներեցուն, այստեղ չհատվող բան եմ ասում, էլի։ Սկսում է A-ով կամ սկսում է F-ով, քանի որ չեն հատվում, այսինքն չի կարող անունը համ A-ով սկսի, համ F-ով սկսի, ապա միավորման հավանականությունը, որ կամ A-ով է, կամ F-ով,
տալիս է առանձին գումարը հավանականություն, այսինքն 10.1%։ Բայց եթե իրար հետ նես բաներ ասի, որոնք որ լավ էլ կարան հատվեն, օրինակ ասեի անունների 10%-ը սկսվում են I-ով, սա գրենք որ սկսվում են I-ով, եւ անունների, ասենք թե 15%-ը վերջանում են I-ով, ու սենց հարկ տա էլի, որքան է կազմում անունների քանի տոկոսն է, որ կամ սկսվում է I-ով, կամ վերջանում է I-ով, կամ A միավորած B, սա չեն կարա գրենք I հավանականություն գումարած B հավանականություն, որտեղ օրինակ Աննա անունը մեջը երկու անգամ կհաշվվեր, ինքը համ առաջացման մեջ, համ երկրորդ բազմության մեջ, համ այով սկսում, համ այով վերջանում։ Հետեւաբար ոնց որ չեն ուզում էլ իրան շատ հաշվեն, ինքը իրական ավելի փոքր կամ հավասար կլներ, քան այս 25%-ը։ Այս օգտակար է, բայց ոնց որ շատ նենց օգտակար չէ, հավասարություն չի ասում։ Այ հավասարության համար պետքա վերցնենք այս մեր ուրեմն I-ով սկսվող անունները, կողքը վերցնենք I-ով վերջացող անունները, սա Անա, սա Բեն, ու ժողովուրդ, այն անունները, որոնք որ երկու անգամ են հանդիպում, այսինքն որոնք որ գտնում են I այստեղ, եւ I-ով են սկսվում, եւ I-ով են վերջանում, այսինքն A հատած B-ն, էսի մեր հատումն է, ոնց որ միգուցե գուշակեցիք, միավորման հավանականությունը հաշվելու համար պետք է I հավանականությունը գումարես B-ի հավանականությունը, ոնց որ I-ին գումարես B-ի հավանականությունը, բայց հետո դրանից հանես այս կրկնվող կտորը, այսինքն պետք է հանենք այս հանած A հատած B-ի հավանականությունը։ Ու այդ վաղ նոր կստանաս ոնց որ ընդհանուր A միավորում B-ի հավանականությունը։ Այս միջև էս մեր անցած ոնց որ ամենա տենց եւի սիրուն արդյունքն է, կոչվում է կցման արտաքսման օրենք կամ կցման արտաքսման սկզբունք, անգլերեն inclusion exclusion rule։ Ասում է, եթե A միավորած B հավանականությունը ուզում հաշվես, առանձին հավանականությունները եթե գիտես գումարի, բայց հանի այն կրկնվող կտորը, որպեսզի երկու անգամ չհաշվես։ Օրինակ, ստեղ տեսնում եք, որ այս երկու շրջանների միասնական մակերես եթե ուզում ես հաշվես, բայց սրա մակերեսին գումարում ես այն մակերեսը, բայց հանում ես այն կտորը, որը երկու անգամ էր հանդիպում։ Ոնց որ ինքը մի անգամ հանդիպում է այստեղ, հեսա, մի անգամ էլ հանդիպում է այստեղ, այդ ստացվեց երկու անգամ է հանդիպում։ Հանում ես մեկ անգամը, տվեց որ գումարային արդյունքում ընդհանրապես մի անգամ է հանդիպում, մեծ էլ հենց այդ երբ պետք։ Ու սենց, ոնց որ այս լավ տենց սիրուն կանոն է, իր միջոցով բան ինչ-որ գեղեցիկ խնդիրներ լուծենք։ Շատ լավ ժողովուրդ, հարցեր։ Լսում եմ ձեր հարցերը, դիտողությունները, բողոքները, առաջարկները։ Ես մի հատ ավելի տես տեխնիկական հարց ունեի։ Այս սլայդները լինելու է, հա, մենք access ունենք։ Նու ես առաջի անգամ եմ էլի միանում դրա համար, չգիտեմ։ Անպայման, սլայդները, ոնց որ տեսանյութը հետո YouTube-ում կտեղադրվի, սլայդները GitHub-ում է լինելու մեր, որի հղումը ոնց որ էլի, համ կուղարկենք, համ բանում կա, այդ YouTube-ում է էլի լինելու։ Անպայման, այս սլայդները կան ու ցանկացած պահի կարաք հենց այստեղից որ հարց ունենաք, բանով գրեք, հա, այդ էլի մեր խմբի chat-ով, Telegram-ով կարաք գրեք ինձ կամ Հայկին կամ այն ընդհանուր channel-ում, այդպես էլի խոսանք, մտածենք եւ այլն, այս բոլորը լինելու է։ Ու նաեւ այս շատ լավ, ու նաեւ ինչ որ այստեղ կա, այս բանի մեջ էլ է լինելու, այստեղ մի հատ sense առանձին ֆայլ կա, այստեղ այս ուզում ասեմ նույնպես գրված է, բայց իհարկե ոնց որ port կտանք, հա, այս ֆայլն էլ է, էլի, ուզում ասեմ կա այդ բանի մեջ, GitHub-ում, բայց նաեւ ոնց որ դասագրքերի մեջ էլ է գրածնելու, so այդտեղից էլ ոնց որ կնշենք որ ledger լինի, որ այդտեղից կարողանաք կարդալ։